Այս պահին, մինչ դուք լսում եք այս խոսքերը, ձեր գլխից վեր տարածվում է 200 միլիարդ աստղ պարունակող գալակտիկա։ Յուրաքանչյուր աստղ հնարավոր արևային համակարգ, յուրաքանչյուր համակարգ հնարավոր աշխարհ։ Եվ այդ ամենի վրա բացարձակ լռություն։ Ոչ ազդանշան, ոչ հաղորդագրություն, ոչ մի նշան բանական կյանքի։ Բայց արդյոք այս լռությունը բացակայության ապացույց է, թե ավելի սարսափելի ինչ-որ բանի ազդանշան։ 1950 թվականին Չիկագոյի համալսարանի ճաշարանում Էնրիկո Ֆերմին, ատոմային ռեակտորի արարիչը, Նոբելյան մրցանակակիրը, տարածության և ժամանակի ֆիզիկայի վերափոխիչը, տվեց մարդկության պատմության ամենից անհանգստացնող հարցերից մեկը։ Ընդամենը 3 բառ. իսկ ուր են բոլորը։ Այս պարզ հարցը դարձավ այն, ինչ հիմա կոչում են Ֆերմիի պարադոքս։ Եվ վերջի 70 տարիների ընթացքում յուրաքանչյուր փորձ պատասխանելու այն միայն խորացրել է խնդիրը, որովհետև մաթեմատիկան սպառնալի է հստակ։ Միայն ծիր ճանապարհում գոյություն ունի մոտավորապես 200 միլիարդ աստղ։ Համաշխարհային տիեզերքում ավելի քան 2 տրիլիոն գալակտիկա։ Եթե միայն յուրաքանչյուր միլիոնից մեկ աստղի շուրջը գոյություն ունի մի մոլորակ, եթե միայն յուրաքանչյուր միլիոնից մեկ մոլորակում զարգանում է կյանք, եթե միայն յուրաքանչյուր միլիոնից մեկ կենդանի ցեղ դառնում է բանական, մենք դեռևս խոսում ենք հազարավոր քաղաքակրթությունների մասին միայն մեր սեփական գալակտիկայում։ Եվ այնուամենայնիվ բացարձակ լռություն։ Բայց դուրս է գալիս, որ այս լռությունը կարող է լինել ոչ թե բացակայության նշան, այն կարող է լինել ավելի խելացի ինչ-որ բանի ապացույց։ Մի բան, որը չինական գրող Լյու Ցսինը կոչեց մութ անտառի տեսություն։ Պատասխան, որն ավելի սարսափելի է, քան ցանկացած այլընտրանք, որը մենք երբևէ պատկերացրել ենք։ Եվ եթե այս տեսությունը ճիշտ է, ապա մեր ամենամեծ սխալը կարող է լինել այն, որ մենք արդեն շատ ուժեղ ազդանշաններ ենք ուղարկել տիեզերք։ Բայց նախքան ավելի խորը մտնելը այս սարսափելի տեսության մեջ, մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե որքան իսկապես խելագար է Ֆերմիի պարադոքսը։ Պատկերացրեք, որ տիեզերքն այն է, ինչ իսկապես է՝ 13 միլիարդ 700 միլիոն տարեկան տարածություն, որն անընդհատ ընդլայնվում է բոլոր ուղղություններով։ Մեր ծիր ճանապարհը միայն մեկ գալակտիկան այդ անվերջ օվկիանոսում։ Բայց անգամ այդ մեկը սարսափելի մեծ է։ 200 միլիարդ աստղ տարածված մոտավորապես 100,000 լուսատարի տրամագծով։ Եթե դուք ուղարկեիք լույսի արագությամբ ճանապարհորդող տիեզերանավ մեկ ծայրից մյուսը, այն կպահանջեր 100,000 տարի։ Իսկ այժմ կենտրոնացեք այս փաստի վրա։ Մեր արևը միջին տարիքի աստղ է։ Այն ձևավորվել է մոտավորապես 4 միլիարդ 600 միլիոն տարի առաջ։ Բայց գալակտիկայում կան աստղեր, որոնք 10 միլիարդ տարեկան են։ Նշանակում է, եթե կենկյանքը զարգացավ այդտեղ նույն արագությամբ, ինչ Երկրի վրա, այդ քաղաքակրթությունները կարող էին լինել 5 կամ 6 միլիարդ տարի առաջ։ Պատկերացրեք, հնգամյա երեխայի և 5 միլիարդ տարեկան գերբանականության միջև տարբերությունը։ Այդ մասշտաբներն անգամ համեմատելի չեն։ 1663 թվականին Ֆրանկ Դրեյքը, աստղաֆիզիկոս Արևմտյան Վիրջինիայի համալսարանից, առաջարկեց հավասարում, որը փորձում էր գնահատել բանական քաղաքակրթությունների թիվը մեր գալակտիկայում։ Այն հայտնի է որպես Դրեյքի հավասարում, եւ անգամ կոնսերվատիվ գնահատականներով այն ցույց է տալիս, որ պետք է գոյություն ունենան հազարավոր, հավանաբար տասնյակ հազարավոր տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթություններ միայն ծիր ճանապարհում։ Բայց չենք գտնում ոչինչ։ 6 տասնամյակ սետի ծրագիր Search for Extraterrestrial Intelligence, արտերկրային բանականության որոնում։ Հազարավոր ժամեր ռադիոտելեսկոպների աշխատանք, անհամար ֆրեկվենցիաներ, որոնք մենք ստուգել ենք, եւ արդյունք՝ 0։ Ոչ մի կրկնվող ազդանշան, ոչ մի օրինաչափություն, որը հստակ արհեստական է։ 1555 երկրներորդ թվականին Wow ազդանշանը 72 վայրկյան տևող աննորմալ ուժեղ ռադիոազդանշան, որը գրանցվեց Օհայո շտատի համալսարանում։ Այն այնքան անսպասելի էր, որ աստղաֆիզիկոս Ջերի Էյմանը տպագիրի վրա գրեց Wow, բայց այն երբեք չկրկնվեց։ Երբեք։ Եվ ահա խնդիրը, որը Ֆերմին տեսավ։ Եթե բանական կյանքը անգամ նվազագույն հավանական է, եթե միայն յուրաքանչյուր 1 միլիոնից 1 աստղային համակարգում զարգանում է տեխնոլոգիապես զարգացած ցեղ, մենք դեռևս խոսում ենք տասնյակ հազարավոր քաղաքակրթությունների մասին։ Եվ եթե անգամ մեկն այդ քաղաքակրթություններից սկսեց միջաստղային կոլոնիզացիա, ավելի վաղ քան մեզ, նրանք պետք է լիցքավորեին ամբողջ գալակտիկան։ Հաշվեք, միջին հեռավորությունը երկու աստղերի միջև մոտավորապես 5 լուսատարի։ Նույնիսկ եթե ձեր տիեզերանավը ճանապարհորդում է լույսի արագության միայն 10%-ով, դա խելամիտ տեխնոլոգիական նպատակ է, դուք կհասնեիք մոտակա համակարգին մոտավորապես 50 տարում։
ապա կտրամադրեիք 100 տարի կոլոնիա հիմնելու համար, ռեսուրսներ հավաքելու, նոր տիեզերանավներ կառուցելու, եւ յուրաքանչյուր կոլոնիա կուարկեր իր սեփական տիեզերանավները հաջորդ համակարգեր։ Գիտեք, որքան ժամանակ կպահանջվի լիցքավորել ամբողջ գալակտիկան այսպիսի տեմպերով։ Ոչ միլիարդավոր տարիներ, ոչ անգամ 1 միլիարդ, 5 մինչև 10 միլիոն տարի։ Դա ոչինչ է գալակտիկայի տարիքի համեմատ, քիչ ավելի, քան թարթում։ Եվ ահա մենք այստեղ։ 4 միլիարդ 600 միլիոն տարեկան մոլորակ, որը պտտվում է միջին տարիքի աստղի շուրջ, գալակտիկայի հանդարտ ծայրում։ 13 միլիարդ 700 միլիոն տարեկան տիեզերքում, որտեղ աստղերը եւ մոլորակները ձևավորվել են միլիարդավոր տարիներ նախքան մեզ։ Եվ մենք բացարձակ մենակ ենք, կամ առնվազն այդպես է թվում։ Դուք իմանում եք ինչ է ամենասարսափելիը։ Երբ հաշվարկում ես ժամանակային մասշտաբները, հասկանում ես, որ անգամ եթե բանական քաղաքակրթություններն իսկապես հազվագյուտ են, մեկը յուրաքանչյուր 10 միլիոն աստղերից մեր գալակտիկան պետք է լինի նրանց հետքերով։ Դայսոնի սֆերաներ, աստղերի ամբողջ էներգիան հավաքող հսկա կառուցվածքներ, տերաֆորմացված մոլորակներ, հսկա կայաններ։ Վոն Նոյմանի զոնդեր, ինքնավերարտադրվող տիեզերանավներ, որոնք տարածվում են ցնցող արագությամբ։ Բայց չկա ոչինչ։ Մենք նայում ենք դեպի երկինք եւ տեսնում ենք միայն բնական երևույթներ։ Աստղեր, որոնք ծնվում են եւ մեռնում են, գալակտիկաներ, որոնք բախվում են, սև խոռոչներ, որոնք ծռում են տարածությունը, բայց ոչ մի արհեստական կառույց, ոչ մի նշան տեխնոլոգիապես գերզարգացած քաղաքակրթության։ Եվ այստեղ սկսվում է սարսափը։ 1960-րդ տասնամյակի ընթացքում գիտնականները առաջարկեցին տասնյակ բացատրություններ Ֆերմիի պարադոքսի համար։ Որոշներն են լավատես, մեկ ենք առաջիններ ենք, կյանքը բացառիկ հազվագյուտ է, բանական կյանքը դեռ ավելի հազվագյուտ։ Մեր գալակտիկան ունի հատուկ գոտի, որտեղ կյանքը հնարավոր է, եւ մենք պատահաբար այնտեղ ենք։ Այլ քաղաքակրթություններ դեռ չեն հասել մեր տեխնոլոգիական մակարդակին, բայց մյուս բացատրություններն են ավելի մութ։ Հեշտ զտիչ տեսություն։ Ինչ որ բան անխուսափելիորեն ոչնչացնում է քաղաքակրթությունները, նախքան նրանք դառնան միջաստղային։ Միջուկային պատերազմներ, մարդածին կլիմայական փոփոխություններ, արհեստական բանականության անվերահսկելի զարգացում, կենսաբանական զենք։ Յուրաքանչյուր տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթությունը վերջում ինքնաոչնչացնում է, կամ ավելի վատ, կենդանաբանական այգի տեսություն։ Նրանք այնտեղ են, նրանք գիտեն մեր մասին, նրանք մեզ դիտարկում են, բայց նրանք որոշել են չմիջամտել, թողնել մեզ զարգանալ առանց ազդեցության, ինչպես գիտնականը դիտում է միկրոբները Պետրի բաժակում։ Մենք արգելվածներ ենք, պահպանվածներ ենք, ուսումնասիրվում ենք, բայց ոչ երբեք շփվում ենք։ Իսկ հիմա պատկերացրեք ինչ-որ ավելի սարսափելի բան։ 2008 թվականին չինացի գրող Լյու Ցսինը հրատարակեց վիպակ, որը կոչվեց «Երեք մարմինների խնդիր»։ Այն դարձավ չինական գրականության ամենաձողված գիտական ֆանտաստիկայի ստեղծագործություն եւ շահեց Հուգո մրցանակը։ Բայց ամենազարմանալին այն էր, որ այս վիպակը ներկայացրեց պատասխան Ֆերմիի պարադոքսին, որն այնքան տրամաբանական եւ սարսափելի էր, որ բազմաթիվ աստղաֆիզիկոսներ սկսեցին լրջորեն քննարկել այն։ Լյու Ցսինի տեսությունը անվանվում է մութ անտառի տեսություն, եւ այն հիմնված է 4 պարզ ենթադրությունների վրա։ Առաջին, բոլոր քաղաքակրթություններն ուզում են շարունակել գոյություն ունենալ։ Երկրորդ, ռեսուրսները տիեզերքում կատարյալ չեն։ Երրորդ, տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթություններն անընդհատ աճում են եւ ընդլայնվում են։ Եվ չորրորդ, սուպեր գերզարգացված քաղաքակրթություններն ունեն տեխնոլոգիաներ, որոնք մենք դեռ չենք կարող պատկերացնել։ Բայց ահա, թույլատրեք ավելացնեմ 5-րդը, որն ամենակարևորն է։ Տիեզերքն այնքան հսկա է, որ փոխանցումը երկու քաղաքակրթությունների միջև պահանջում է տասնյակ կամ հարյուրավոր տարիներ։ Սա նշանակում է, որ իրական ժամանակի երկխոսություն անհնար է։ Երբ դուք ազդանշան եք ստանում, այն կարող է լինել տասնյակ հազարավոր տարի հին, եւ քաղաքակրթությունը, որը ուղարկել է այն, կարող է արդեն պատմություն լինել։ Հիմա պատկերացրեք այս իրավիճակը։ Դուք եք նոր քաղաքակրթություն, որը հենց ստացել է ռադիոտեխնոլոգիա։ Դուք դուրս եք հայտնվում տիեզերական բեմում։ Դուք ուզում եք գիտենալ, կա արդյոք որևէ մեկը այլ անկյունից։ Բայց դուք նաև գիտեք, որ տիեզերքում երևի կան քաղաքակրթություններ, որոնք տասնավոր միլիոն տարիներով ձեզնից առաջ են։ Նրանց տեխնոլոգիաները կարող են անգամ չլինել համեմատելի հին մագիայի հետ։ Եվ այստեղ է խելագար գաղափարը։ Եվ դուք ազդանշան եք ուղարկում տիեզերք, դուք չգիտեք ով է լսում։ Դուք չգիտեք նրանց նպատակները, դուք չգիտեք նրանց արժեքները, եւ ամենակարևորը, դուք չգիտեք նրանց տեխնոլոգիական մակարդակը։ Պատկերացրեք, որ դուք մենակ եք մութ անտառում,
Դուք լսում եք տարօրինակ ձայներ։ Դուք գիտեք, որ այնտեղ կարող են լինել այլ մարդիկ, բայց կարող են լինել նաև գիշատիչներ։ Ինչ կանեք։ Կգոչեք ձեր գտնվելու վայրը։ Կփորձեք ուշադրություն գրավել։ Ոչ, եթե խելամիտ եք։ Դուք կլռեք։ Դուք կփորձեք անտեսանելի լինել, որովհետև յուրաքանչյուր ձայն կարող է լինել ձեր վերջին ձայնը։ Մութ անտառի տեսությունն ասում է, որ յուրաքանչյուր բանական քաղաքակրթություն եկած է նույն եզրակացության։ Տիեզերքը լի է անհայտ քաղաքակրթություններով։ Որոշը կարող են լինել բարեսիրտ, որոշը չեն կարող, եւ ամենավտանգավորը կարող են լինել գերզարգացածները, որոնց համար ոչնչացնելը հնարավոր սպառնալիքը շատ ավելի էժան է, քան խաղաղ գոյակցության փորձը։ Սա նման է զարմանալի զանգակին։ Երբ երկու քաղաքակրթություններ հանդիպում են տիեզերքում, միշտ կա ինչ-որ մեկը, որը տեխնոլոգիապես առաջ է։ Նույնիսկ փոքր տեխնոլոգիական տարբերությունը կարող է նշանակել մեծ ռազմավարական առավելություն։ Եվ երբ անհնար է իմանալ մյուսի նպատակները, երբ այնտեղ չկա հավատարմություն, երբ հաղորդակցությունը պահանջում է տասնյակ տարիներ, անվտանգ ընտրությունը միշտ մեկն է։ Հասկանում եք սարսափը։ Ֆերմիի պարադոքսի պատասխանը կարող է լինել ոչ թե այն, որ տիեզերքն դատարկ է, այլ այն, որ այն լի է քաղաքակրթություններով, որոնք բոլորն էլ գիտեն մեկ ճշմարտություն. առաջինը, ով բարձրաձայնում է, առաջինն է մեռնում։ Եվ եթե սա ճիշտ է, եթե տիեզերքն իսկապես մութ անտառ է, ուր յուրաքանչյուր քաղաքակրթություն որսորդ է, որը շարժվում է լռությամբ, անընդհատ լսում է ոչնչացնելու համար յուրաքանչյուր սպառնալիքը, ապա մարդկությունը արդեն կատարել է անկարելի սխալը, որովհետև մենք արդեն բարձրաձայնել ենք։ 1932 թվականին, երբ Կարլ Սեյգանը եւ Ֆրանկ Դրեյքը նախագծեցին Pioneer 10 տիեզերակայանի վրա տեղադրվելիք ոսկե սալիկ, նրանք մտածեցին, որ անում են հիանալի բան։ Մեսիջ մեկ տասնամյակ առաջ, 1973-ին, Արեսիբո ռադիոտելեսկոպից ուղարկեցինք հասցեագրված ազդանշան դեպի M13 գնդային կուտակում։ 3 միլիոն բիտ տեղեկատվություն մեր մասին։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք մութ անտառում եւ հանկարծ որոշում եք վառել ամենաուժեղ լապտերը, որն երբևէ ստեղծվել է։ Եվ ոչ միայն վառել, այլև փչել սուլիչով, գոչել ձեր անունը, ձեր հասցեն եւ մանրամասն նկարագրություն ձեր ընտանիքի, ձեր տան եւ ձեր թույլ կողերի մասին։ Հենց սա է արել մարդկությունը վերջին 70 տարիների ընթացքում։ Եվ ամենասարսափելին այն է, որ մենք դեռ չենք կարող դադարեցնել։ Եկեք հաշվենք, ինչ ենք մենք արդեն ուղարկել տիեզերք։ 1952 թվականից սկսած պահից, երբ մենք սկսեցինք հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումներ, յուրաքանչյուր ազդանշան, որը մենք ենք հեռարձակել, ճանապարհորդել է տիեզերք լույսի արագությամբ։ Սա նշանակում է, որ հիմա այս պահին մեր առաջին հեռուստահաղորդումներն արդեն անցել են 72 լուսատարվա շառավիղով տիեզերք։ 72 լուսատարի յուրաքանչյուր ուղղությամբ։ Սֆերա, որը պարունակում է մոտավորապես 52,000 աստղային համակարգ։ Մտածեք այդ մասին։ Յուրաքանչյուր հին հոլիվուդյան ֆիլմ, յուրաքանչյուր երկրորդ համաշխարհային պատերազմի ռադիոհաղորդում, յուրաքանչյուր հեռուստատեսային շոու, յուրաքանչյուր բջջային խոսակցություն, յուրաքանչյուր Wi-Fi ազդանշան։ Բոլորն այժմ տարածվում են տիեզերքում, ավելի եւ ավելի հեռացնելով անվերադարձ ալիքի պես։ Մենք չենք կարող այն դադարեցնել։ Մենք չենք կարող այն վերադարձնել։ Այն արդեն այնտեղ է, անդադար ճանապարհորդում դեպի աստղերը, մեր հավերժական հայտարարությունը համաշխարհային լռությունում։ Բայց սա միայն պասիվ արտահոսքն է։ Ակտիվ հաղորդագրությունները շատ ավելի սարսափելի են։ 1972 թվականի մարտի 2-ին NASA-ն արձակեց Pioneer 10 տիեզերանավը, առաջին արհեստական օբյեկտը, որը նախատեսված էր լքելու արևային համակարգը։ Նավի վրա տեղադրված էր ոսկե ալյումինե սալիկ, որը պատրաստել էին Կարլ Սեյգանը եւ Ֆրանկ Դրեյքը։ Այդ սալիկի վրա տասնյակ տեղեկատվություններ մեր մասին։ Մարդու, տղամարդու եւ կնոջ նկարագրություն։ Արևային համակարգի դիրքը հարաբերական 14 պուլսարների համակարգում։ Հիդրոգենի ատոմի հիպերլավ անցման սխեման, որպես տիեզերական ժամացույց։ Մեր գեղեցիկ երկնային հասցեն, փորագրված մետաղում, որը կարող է գոյատևել միլիարդավոր տարիներ։ Pioneer 11-ը հետևեց 13 ամիս անց նմանատիպ հաղորդագրությամբ, բայց իրական գրուվգործոցները եղան Voyager 1-ը եւ Voyager 2-ը։ 1977 թվականին երկու նույնական տիեզերակայան արձակվեցին տարբեր ուղեցրերով։ Յուրաքանչյուրի վրա ոսկե ձայնասկավառակ, որը պարունակում էր հավաքածու ձայների եւ պատկերների, որոնք ներկայացնում են երկրի կյանքի բազմազանությունը։ Սեյգանի թիմը ընտրեց 117 պատկեր, մարդկային անատոմիա,
Չիմիական սահմանումներ, մաթեմատիկական հավասարումներ, մեր DNA կառուցվածքը, երկրի գտնվելու վայրը գալակտիկայում և ձայները, 52 լեզվով ողջույններ, երաժշտություն Բախից մինչև Չակ Բերին, կենսաբանական ձայներ, ծովային ալիքներ, քամիներ, փոթորիկներ, կենդանիներ, և նույնիսկ մարդկային սրտի բաբախյունը։ Բայց ամենավտանգավորը տեղեկատվությունն էր մեր գտնվելու վայրի մասին։ Յուրաքանչյուր սալիկի վրա, յուրաքանչյուր ձայնասկավառակի վրա ճշգրիտ ռադիոխարտեզ մեր դիրքի մասին տիեզերքում։ Ոչ միայն մեր աստղը, ոչ միայն մեր գալակտիկան, այլ նաև ճիշտ հարաբերական դիրքը հարակից պուրսակից պուլսարների համեմատությամբ։ Տիեզերական գլոբալ դիրքորոշման համակարգ, որը որևէ տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթություն կարող է ապակոդավորել։ Մենք բուն իմաստով դրեցինք «այստեղ ենք մենք» նշանակ տիեզերական մայրուղու վրա։ Voyager 1-ն այժմ գտնվում է 13 միլիարդ 600 միլիոն կիլոմետր հեռավորության վրա երկրից։ Voyager 2-ը 11 միլիարդ 600 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Երկուսն էլ անցել են արևային համակարգի սահմանը և մտել են միջաստղային տարածության մեջ։ Երկուսն էլ դեռ աշխատում են, թեև ֆեյլային, և շարունակում են ուղարկել տվյալներ երկիր։ Եվ երկուսն էլ կշարունակեն ճանապարհորդել բազմաթիվ հազարավոր տարիների ընթացքում, մինչև նրանք պատահաբար կմոտենան մեկ այլ աստղային համակարգի։ Գիտեք երբ։ Voyager 1-ը հասնի AC+ 79317 աստղին, մոտավորապես 3 բիլիոն 760 միլիոն AD թվականին։ Voyager 2-ը կանցնի Ross բիլիոն 904 աստղային համակարգի մոտով, մոտավորապես 36210 AD թվականին։ Բայց ռադիոազդանշանները շատ ավելի արագ են։ 1973-ի նոյեմբերի 16-ին Սեթի ինստիտուտը օգտագործելով Arecibo ռադիոտելեսկոպը Պուերտո Ռիկոյում ուղարկեց ուղղակի հաղորդադագրություն դեպի M13 գնդայիմը։ Ուտակումը 3000 լուսատարի հեռավորության վրա։ 1000 շաց 16 բիտ տեղեկատվություն, որն անվանվում է Arecibo հաղորդագրություն։ Այդ հաղորդագրության մեջ ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է մեկ այլ քաղաքակրթությանը հասկանալու մեր մասին։ Թվերի համակարգը 1-ից 10, հիդրոգենի, ածխածնի, ազոտի, թթվածնի և ֆոսֆորի ատոմային համարները, սուգարների և նուկլեոտիդների քիմիական բանաձևերը, DNA կրկնակի պարույրի դիագրամը, մարդու ֆիգուրը և երկրի բնակչության թիվը, գրված երկուական համակարգում, արևային համակարգի դիագրամ, որտեղ երկիրը նշված է որպես հաղորդագրության աղբյուր, և Arecibo հեռադիտակի սխեման։ Կարդացել եք ուշադրությամբ։ Մենք ուղարկեցինք մեր DNA կառուցվածքը, մեր բիոլոգիան, մեր մոլորակի ճշգրիտ դիրքը արևային համակարգում, մեր բնակչության թիվը, մեր տեխնոլոգիական մակարդակի նկարագրությունը։ Պատկերացրեք, եթե որևէ մեկը այլ մոլորակից ուղարկեր ձեզ համարը ձեր բանկային հաշվի, ձեր տան հասցեն, ձեր ընտանիքի անդամների քանակը, ձեր անվտանգության համակարգի տեսակը և նաև փաստաթուղթ, որը ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ կարելի է ձեզ վնասել։ Դուք կզգայիք անվտանգ։ Բայց մենք դադարել ենք այստեղ։ 1909 միլիոնագիտական թվականից ի վեր մեր ցիվիլիզացիան աստիճանաբար դարձել է ավելի եւ ավելի բարձրաձայն տիեզերական տեսակետից։ Յուրաքանչյուր ռադիոհեռարձակում, յուրաքանչյուր հեռուստահաղորդում, յուրաքանչյուր ռադար ազդանշան, ռազմական հաղորդակցություններ, արբանյակային ուղարկումներ, բջջային ցանցեր, GPS համակարգեր եւ այժմ ակտիվ մեթիցի ծրագրերը։ Messaging to Extraterrestrial Intelligence, հաղորդագրություն արտերկրային բանականությանը։ 1900-910 թվականներից ի վեր բազմաթիվ նախագծեր ուղարկել են ռադիոազդանշաններ դեպի հատուկ նշված աստղային համակարգեր։ 2008-ին Cosmic Call երկու նախագիծը, 2007-ին A Message from Earth, 2012-ին Wow Reply։ Եվ ով է տալիս այս որոշումները մարդկության անունից։ Փոքր խումբ գիտնականներ, որոնք համոզված են, որ կոնտակտը կլինի բարեկամական։ Նրանք վիճարկում են, որ ցանկացած քաղաքակրթություն, որը տեխնոլոգիապես զարգացած է, միջաստղային ճանապարհորդության համար պետք է լինի էվոլյուցիոն հասուն և խաղաղասեր։ Նրանք ասում են, որ ագրեսիվ քաղաքակրթությունները կոչնչացնեին իրենց իսկ կողմից նախքան հասնելը տիեզերք։ Բայց ով ասաց, որ տեխնոլոգիապես զարգացածը նշանակում է բարոյապես զարգացած։ Մեր սեփական պատմությունը լի է օրինակներով տեխնոլոգիապես զարգացած ցիվիլիզացիաների, որոնք ոչնչացրեցին ավելի քիչ զարգացածներին։
իսպանացիները եւ ինկաները, եվրոպացիները եւ ամերիկյան տեղացիները։ Յուրաքանչյուր դեպքում տեխնոլոգիական առավելությունը հանգեցրեց ոչ թե հարգալից փոխանակման, այլ ավերածության։ Եվ նույնիսկ եթե ենթադրենք, որ այլ մոլորակայինները բարեկամական են, մենք չենք գիտենք նրանց կենսաբանությունը, նրանց քիմիան, նրանց մտածելակերպը։ Մեր մթնոլորտն իրենց համար կարող է լինել թունավոր, մեր մանրեները մահացու։ Կամ ընդհակառակը, իրենք կարող են կրել պաթոգեններ, որոնց մենք չունենք իմունիտետ։ Բայց մութ անտառի տեսությունը ասում է մի շատ ավելի մարդկային բան։ Այն ասում է, որ խնդիրը ոչ թե բարձր կենսաբանությունն է կամ չարը, խնդիրն իրականում կամ անստրիտն է։ Անվստահությունը, անհնարինությունը իմանալու մյուսի նպատակները։ Դարձյալ մութ անտառի օրինակը։ Դուք մենակ եք, զինված, անտառում։ Դուք լսում եք ոտնաձայներ։ Ինչ է ձեր առաջին միտքը։ Արդյոք սա ընկեր է թե թշնամի։ Եվ եթե դուք չեք կարող պարզել, նախքան նրանք տեսնեն ձեզ, ձեր ամենաանվտանգ ընտրությունը ինչ է։ Կրակել առաջինը։ Սա ոչ թե չարությունն է, սա ռացիոնալ ռազմավարություն անավարտ իրավիճակում։ Տեսության խաղերի տեսությունը կոչում է սա նախազգուշացման հարձակման պրոբլեմ։ Երբ երկու կողմեր չեն վստահում միմյանց, երբ հաղորդակցությունը անհուսալի է, երբ յուրաքանչյուր կողմ գիտի, որ առաջինը հարձակվողն ունի առավելություն, երկուսն էլ ունեն խթան հարձակվելու առաջինը։ Նույնիսկ եթե երկուսն էլ նախընտրեին խաղաղություն, եւ տիեզերքում այս պրոբլեմը ավելի հարուցող է։ Երբ լույսի արագությունը սահմանափակում է հաղորդակցությունը, երբ հաղորդագրությունը մեկ ուղղությամբ կարող է տևել տարիներ կամ տասնամյակներ, երբ դուք չեք կարող իմանալ, արդյոք մյուսը պատրաստում է ոչնչացնելու ձեզ, քանի դեռ շատ ուշ չէ, ապահովագույն ռազմավարությունը կա միայն մեկը՝ լռություն։ Ապահովություն անտեսանելիության մեջ։ Եվ եթե յուրաքանչյուր քաղաքակրթություն, որը բավականաչափ երկար է ապրել, հասկացել է այս տրամաբանությունը, ապա մենք չպետք է զարմանանք, որ տիեզերքը լուռ է։ Նրանք բոլորը այնտեղ են, լսում, դիտարկում, վերլուծում, բայց ոչ ոք չի խոսում, ոչ ոք չի հայտնում իր դիրքը, ոչ ոք չի ռիսկի անում, բացի մեզանից։ Լյու Ցսինը իր վեպում նկարագրում է մութ անտառ գործադրման շղթա։ Տրամաբանությունը պարզ, բայց սահմռկեցուցիչ է։ Առաջին, թգոյատևումը ցանկացած ցիվիլիզացիայի առաջնային նպատակն է։ Երկրորդ, տիեզերքի ռեսուրսները վերջանում են, թեև անհավատալիորեն հսկայական կլինեն։ Երրորդ, տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթությունները կարող են աճել էքսպոնենցիալորեն, կոլոնացնելով նոր աստղային համակարգերը։ Բայց որդերորդը, եւ սա առանցքային կետն է, քաղաքակրթությունների միջև անհավատալի ժամանակային հեռավորությունները եւ տեխնոլոգիական անհավասարությունները ստեղծում են անլուծելի անորոշություն։ Եվ դուք հայտնաբերում եք նոր քաղաքակրթություն, դուք չեք կարող գիտենալ, արդյոք նրանք բարեկամական են, արդյոք նրանք ագրեսիվ են, արդյոք նրանց տեխնոլոգիան արագորեն կզարգանա, արդյոք նրանք կդառնան սպառնալիք 100, 1000, միլիոն տարուց, եւ ամենակարևորը, արդյոք նրանք տեսնում են ձեզ որպես սպառնալիք։ Եվ այստեղ առաջանում է տեխնոլոգիական պայթյունի խնդիրը։ Մարդկությունը 100 տարվա ընթացքում անցավ լոդկայից մինչև միջուկային զենք։ 150 տարվա ընթացքում ձիերից մինչև տիեզերական սարքավորումներ։ Եվ հաջորդ 100 տարվա ընթացքում մենք կարող ենք զարգացնել նանոտեխնոլոգիա, կվանտային համակարգիչներ, արհեստական գերբանականություն եւ միջաստղային շարժիչներ։ Պատկերացրեք, դուք գերզարգացած քաղաքակրթություն եք, որը հայտնաբերում է նոր տեխնոլոգիական ցեխ։ Այս պահին նրանք թույլ են, նրանք էլեմենտար ռադիոտեխնոլոգիա ունեն, նրանք չեն կարող վնաս հասցնել ձեզ, բայց նրանց տեխնոլոգիան արագորեն զարգանում է։ 100 տարուց նրանք կարող են ունենալ միջուկային զենք, 1000 տարուց միջաստղային ճանապարհորդություն, 10,000 տարուց նրանք կարող են դառնալ սպառնալիք նույնիսկ ձեզ համար։ Ինչ կանեք։ Դուք կսպասեք եւ կտեսնեք, արդյոք նրանք բարեկամական են։ Դուք կփորձեք հաղորդակցվել, գիտակցելով, որ հաղորդագրությունները կտևեն տասնամյակներ։ Դուք կապավինեք նրանց բարոյական զարգացմանը։ Կամ դուք կկատարեք հաշվարկը, որ նախազգուշական հարձակումը, մինչ նրանք դեռ թույլ են, ավելի ապահով ռազմավարություն է, քան վստահելը անորոշ ապագային։ Սա սահմռկեցուցիչ տրամաբանություն է, բայց նաև ամբողջովին ռացիոնալ է այն պայմաններում, որտեղ անվստահությունը բացարձակ է։ Հաղորդակցությունը խիստ դանդաղ է, տեխնոլոգիական պայթյունները կանխատեսելի չեն, եւ ոչնչացումն անդառնալի է։ Լյու Ցսինն անվանում է այդ մութ անտառի հավասարումը։ Ցանկացած բանական արարած, որը բացահայտում է իր դիրքը, դառնում է պոտենցիալ թիրախ։ Ոչնչացումը նախապատվություն է հաստատման քննությանը, որովհետև ծախսերը անհամեմատ ավելի ցածր են եւ ռիսկը զրոյացված է։
Երբ որսորդը տեսնում է շարժում մութ անտառում, նա չի սպասում բացահայտելու, թե դա ազնիվ է, թե գիշատիչ։ Իջ, նա կրակում է։ Որովհետև եթե սխալվի եւ դա գիշատիչ է, նա կմեռնի։ Եթե սխալվի եւ դա ազնիվ է, նա միայն կորցնում է հնարավոր դաշնակցին։ Ռիսկերը անհավասար են։ Եվ հիմա մտածեք, ինչ արեցինք մենք։ Մենք ուղարկեցինք մեր հսկա հասցեն։ Մենք արտարացվեցինք մեր բնակչությունը։ Մենք նկարագրեցինք մեր կենսաբանական կառուցվածքը։ Մենք արտահայտեցինք մեր տեխնոլոգիական մակարդակը։ Եվ մենք արեցինք այդ ամենը ռադիոալիքներով, երով, որոնք ճանապարհորդում են արագությամբ լույսի, տասնամյակներ շարունակ արդեն հասել են հազարավոր աստղային համակարգերի եւ շարունակում են տարածվել։ Պատկերացրեք, որևէ քաղաքակրթություն, որը հսկայական ռադիոհեռադիտակներով ստուգում է գալակտիկան բանական ազդանշանների համար։ Հանկարծ նրանք բռնում են մեր հաղորդումները։ Ինչ կտեսնեն։ Երիտասարդ քաղաքակրթություն, որը պարզապես ձեռք է բերել ռադիոտեխնոլոգիա։ Տեխնոլոգիապես դեռ պրիմիտիվ, բայց արագորեն զարգացող։ Քաղաքակրթություն, որը ակտիվորեն փնտրում է կոնտակտ, ինչը նշանակում է, որ նրանք դեռ չեն հասկացել մութ անտառի կանոնները։ Քաղաքակրթություն, որը արդեն սկսել է միջուկային տեխնոլոգիա եւ արհեստական բանականության պրիմիտիվ ձևեր։ Եվ ամենակարևորը, քաղաքակրթություն, որի ճշգրիտ կոորդինատները հիմա հայտնի են։ Տեսության խաղերի տեսության տեսակետից մենք անցանք անհայտ, ոչ սպառնալիք կատեգորիայից հայտնի, պոտենցիալ ապագա սպառնալիք կատեգորիա։ Եվ այդ երկրորդ կատեգորիայում ռացիոնալ գործողությունը հստակ է։ Վիճարկեք մի պահ, բայց մինչ դուք վիճարկում եք, պարզապես հարցեք ինքներդ ձեզ. Եթե հայտնաբերեիք նոր բանական ցեղ, որը վտանգավոր կարող է դառնալ հազարավոր տարիների ընթացքում, սակայն այժմ դեռևս անզոր է, իսկ դուք ունեք տեխնոլոգիա ոչնչացնելու նրանց առանց ռիսկի։ Ինչ կանեիք, եթե գիտեիք, որ սպասելը նշանակում է ռիսկի տակ դնել ձեր ամբողջ քաղաքակրթությունը։ Ընտրությունը բարոյականորեն սարսափելի է, բայց տրամաբանությունը անխուսափելի է։ Եվ եթե սա տրամաբանությունն է, որին հասնում են բոլոր քաղաքակրթությունները, որոնք բավականաչափ երկար են ապրում, ապա լռությունը տիեզերքում ոչ թե բացակայության ապացույց է, այն ապացույց է խելամտության։ Ապացույց, որ յուրաքանչյուր այլ քաղաքակրթություն հասկացել է այն, ինչ մենք դեռևս ուսումնասիրում ենք։ Տիեզերքը մութ անտառ է, եւ բարձրաձայնելը հավասարազոր է ինքնասպանության։ Բայց կա ավելի սարսափելի հնարավորություն։ Ինչ կլինի, եթե լռությունը ոչ թե հեշտությամբ բոլորը ընտրել են այն։ Ինչ կլինի, եթե լռությունը պայմանավորված է նրանով, որ նրանք, ովքեր բարձրաձայնում էին, այլևս գոյություն չունեն։ Ինչ կլինի, եթե գալակտիկան լի է մութ անտառի որսորդներով, որոնք մշտապես լսում են, սպասում են, որ մեկը սխալանի։ Եվ երբ մեկը սխալանում է, երբ մեկը ուղարկում է ռադիոազդանշան, երբ մեկը բարձրաձայնում է մութում, ինչ է տեղի ունենում։ Կա անվանում relativistic kill vehicle, հարաբերականային սպանդանավ։ Տեսությունն այն է, որ եթե դուք արագացնեք ցանկացած մանր օբյեկտը, նույնիսկ մի քանի կիլոգրամ զանգված, մինչև լույսի արագության 10 կամ 20%, այն դառնում է գերբնական ոչնչացման զենք։ Կինետիկ էներգիան այնքան հսկայական է, որ ազդեցությունը նույնն է, ինչ միլիոնավոր միգատոն միջուկային ռմբակոծություն։ Եվ լույսի 10%-ը նշանակում է, որ այդպիսի նախագիծը կարող է անցնել 5 լուսատարին մոտավորապես 50 տարում։ Իսկ եթե դուք կարող եք հասնել լույսի 20%-ի, ապա 25 տարում։ Պատկերացրեք գերզարգացած քաղաքակրթություն 30 լուսատարի հեռավորության վրա, որը հանկարծ բռնում է մեր ռադիոհաղորդումները։ Նրանք վերլուծում են ազդանշանը, տեսնում մեր տեխնոլոգիական մակարդակը, հաշվարկում մեր դիտքը եւ որոշում են, որ մենք պոտենցիալ սպառնալիք ենք։ Նրանք ուղարկում են հարաբերականային սպանդանավ։ Հազարավոր տոննա զանգված, արագացված մինչև լույսի 10%-ը, որը նշանակված է ուղիղ դեպի երկիր։ Ծախսն այնքան նվազագույն է նրանց համար, նրանք կարող են ուղարկել տասնյակներ, նրանք նույնիսկ չեն սպասում հաստատման, այն պարզապես հուսալիացված ռիսկերի կառավարում է։ Եվ մենք երբեք չէինք տեսնի այն գալիս։ Այն կճանապարհորդեր լուռ միջաստղային տարածության միջով, անտեսանելի, անհետևանելի։ Եվ երբ հասներ երկրի, յուրաքանչյուր նախագիծ կազատեր էներգիա, որը հավասարազոր է երկրի ամբողջ միջուկային զենքերի պաշարի էներգիային։ Մի վայրկյանում ամեն ինչ կավարտվեր։ Եվ ամենասարսափելին այն է, որ նման հարձակումը կարող էր արդեն իրականացվել լինել։ Հիշեք, մենք ռադիոազդանշաններ ենք ուղարկում 72 տարի։ Ացեեջն ազդանշանն արդեն հասել է հարյուրավոր աստղային համակարգերի։ Եթե որևէ մեկն այդ համակարգերից որոշել է մեզ վտանգ համարել եւ ուղարկել է հարաբերականային սպանդանավ, լույսի 10%-ով այն կպահանջեր 720 տարի հասնելու մեզ, եթե աղբյուրը 72 լուսատարի հեռավորության վրա է։
Բայց եթե աղբյուրը ավելի մոտ է, մասնավորապես եթե այն 10 լուսատարի հեռավորության վրա է եւ սպանդանավը արագացված է լույսի 20%-ով, այն կհասներ 50 տարվա ընթացքում։ Եվ մենք ուղարկեցինք մեր առաջին բարձրաձայն ազդանշանները 50 տարի առաջ։ Մտածեք այդ մասին։ Հենց հիմա այս պահին մի բան կարող է լինել ճանապարհորդում դեպի մեզ միջաստղային տարածությամբ։ Անտեսանելի, անհետևելի, ձևավորված միլիարդավոր տարիներ առաջ քաղաքակրթության կողմից, որը որոշել է, որ անխախտ գալակտիկան պահպանելն ավելի անվտանգ է, քան թույլ տալու նոր, անորոշ քաղաքակրթություններին բազմանալ։ Եվ մենք երբեք չէինք իմանա, մինչև շատ ուշ չէր։ Սա չէ գիտական ֆանտաստիկա, սա միջուկային ֆիզիկա, հարաբերականության տեսություն և տեսության խաղերի տեսություն համակցված արդյունք։ Յուրաքանչյուր մաս ֆիզիկապես հնարավոր է, տեխնոլոգիապես հասանելի ցանկացած քաղաքակրթության համար, որը գիտի նանոտեխնոլոգիա և միջաստղային արագացում։ Բայց գուցե ամենասարսափելին ոչ թե այն է, որ մեզ կարող են ոչնչացնել։ Ամենասարսափելին այն է, որ այս տրամաբանությունը, այս հավասարումը, այս մութ անտառի կանոնը կարող է լինել տիեզերական համընդհանուր օրենք, որ յուրաքանչյուր քաղաքակրթություն, որը զարգանում է բավականաչափ, վերջում հասնում է այս եզրակացության։ Որ կա պատճառ, թե ինչու մենք չենք տեսնում Դայսոնի սֆերաներ կամ հսկա միջաստրային կառույցներ։ Պատճառը կարող է լինել այն, որ ցանկացած քաղաքակրթություն, որը կառուցում է դրանք, դառնում է շատ տեսանելի և ոչնչացվում է։ Լռությունը ոչ թե զանգվածային բացակայության նշան է, այն բանականության գույնը կարող է լինել։ Երբ բանականությունը բավականաչափ հասուն է, այն սովորում է լռել։ Բայց սպասեք, նախքան մենք կանգնած ամբողջ մարդկությանը մահվան դատապարտենք պարանոյայի և վախի անտառում, եկեք քննենք հակափաստարկները։ Որովհետև հազարավոր աստղաֆիզիկոսներ, կենսաբանաբաններ և ֆիլիսոփաներ համարում են մութ անտառի տեսությունը ոչ թե բացատրություն, յուն, այլ գիտաֆանտաստիկ սարսափ։ Եվ նրանց փաստարկները արժե լսելու։ Սեթ Շոստակ, Սեթի ինստիտուտի ավագ աստղաֆիզիկոսը, կրկնվող կերպով վիճարկում է մութ անտառի տրամաբանությունը։ Նրա հիմնական հակափաստարկը պարզ է։ Եթե յուրաքանչյուր քաղաքակրթություն փորձում է լռել և թաքնվել, ինչու պետք է նրանք վախենան այլոց ազդանշաններից։ Եթե բոլորը դերասան են նույն փիեսում, եթե բոլորը հասկանում են նույն կանոնները, ապա լոգիկան կոլապսվում է։ Նրա երկրորդ փաստարկն ավելի ուժեղ է։ Տեխնոլոգիապես գերզարգացած քաղաքակրթություններն իսկապես չունեն ավելի լավ բան անելու, քան որսալ պրիմիտիվ ցեղերի։ Պատկերացրեք քաղաքակրթություն, որը միլիոն տարի առաջ է մեզանից տեխնոլոգիապես։ Նրանց ռեսուրսները հավանաբար անսահման։ Նրանք կարող են շահագործել աստղերի ամբողջ էներգիան։ Կարող են վերափոխել մոլորակներ, կարող են սինթեզավորել նյութ ուղիղ էներգիայից։ Ինչու նրանք կնային մնային մեր երկրային ռեսուրսներին, երբ գալակտիկան լի է անբնակ մոլորակներով, որոնք հեշտությամբ հասանելի են առանց նախազգուշական ռազմաբանական գործողության ծախսերի։ Իսկ երրորդ հակափաստարկը ամենաշատն է հիմնավորված էվոլյուցիոն կենսաբանության տեսանկյունից։ Դուգլաս Վակոչը, աստրոբիոլոգ Վաշինգտոնի համալսարանից, փաստում է, որ ագրեսիվությունը հավանաբար ինքնափաստացնող գիծ է։ Քաղաքակրթություն, որը բավականաչափ ագրեսիվ է նախազգուշական ոչնչացման համար, հավանաբար կինքնաոչնչացներ նախքան հասնելը միջաստղային ունակություններին։ Միայն համագործակցող, խաղաղասեր քաղաքակրթություններն կունենային սոցիալական կառուցվածքը և երկարաժամկետ պլանավորումը, որն անհրաժեշտ է տիեզերական ճանապարհորդության համար։ Բայց ահա խնդիրը այս հակափաստարկների հետ։ Դրանք բոլորն էլ հիմնված են ենթադրությունների վրա։ Եվ տիեզերքում ենթադրությունները կարող են սպանել ձեզ։ Դուք ուզում եք իմանալ, թե ինչու մութ անտառի տեսությունը այդքան սարսափելի է։ Ոչ թե որովհետև այն ճիշտ է, այլ որովհետև մենք չենք կարող իմանալ արդյոք այն սխալ է, մինչև շատ ուշ չի լինի։ Բայց եկեք քննենք ուրիշ բացատրություններ լռությանը։ Որովհետև կան տասնյակ տեսություններ, որոնք չեն ներառում կոսմիկական ցեղասպանություն։ Գուցե ամենապարզ բացատրությունը լռությանը պարզապես ֆիզիկան է։ Տիեզերքը անհավատալի հսկա է։ Մեզ և ամենամոտ հավանական բանական քաղաքակրթության միջև կարող են լինել հարյուրավոր կամ հազարավոր լուսատարիներ։ Եթհաղորդակցությունը լույսի արագությամբ սահմանափակված է։ Պատկերացրեք երկու քաղաքակրթություններ, որոնք գտնվում են 1000 լուսատարի հեռավորության վրա միմյանցից։ Մեկը ուղարկում է հաղորդագրություն, այն կպահանջի 1000 տարի հասնելու։ Երկրորդը պատասխանում է. ես 1000 տարի։ Այսինքն իրական երկխոսության համար յուրաքանչյուր փոխանակում պահանջում է 2000 տարի։ Մտածեք դրա մասին մարդկային պատմության համատեքստում։ 2000 տարի առաջ հռոմեական կայսրությունը գտնվում էր իր գագաթնակետում։ Քրիստոսը դեռ չէր ծնվել։
Գիտությունը, ինչպես մենք ճանաչում ենք, դեռ չգոյություն չուներ։ Եթե հռոմեացիները ուղարկեին հաղորդագրություն այդ ժամանակ, պատասխանը կհասներ հիմա։ Բայց ով կլիներ այստեղ դա ընդունելու։ Հռոմեական կայսրությունը կործանվել է տասնյակ դարեր առաջ։ Մեր ամբողջ քաղաքակրթությունը փոխակերպվել է բազմիցս։ Սա կոչվում է երկխոսության հորիզոն խնդիր։ Քաղաքակրթությունները կարող են բարձրանալ եւ անկումի ենթարկվել ավելի արագ, քան հաղորդագրությունները կարող են ճանապարհորդել։ Հետևաբար, երբ ազդանշանը վերջապես հասնում է, չկա ոչ ոք ընդունելու կամ պատասխանելու։ Բայց կա ավելի խորը խնդիր՝ ֆրեկվենցիաների խնդիրը։ Ռադիոսպեկտրը անբավական լայն է։ Միլիարդավոր հնարավոր ֆրեկվենցիաներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է օգտագործվել հաղորդակցության համար։ Սետի ծրագիրը ստուգել է միլիոնավոր ֆրեկվենցիաներ, բայց դա կարծես լողալ խաղաղ օվկիանոսում, որոնելով մեկ հատուկ ջրի մոլեկուլ։ Ուլ։ Եթե մենք լսում ենք 1133 մեգահերց, իսկ նրանք հեռարձակում են 1210 մեգահերց, մենք երբեք չենք գտնի միմյանց։ Եվ կա նաև ժամանակի պատուհանի խնդիրը։ Գուցե բանական քաղաքակրթությունները գոյություն ունեն միայն սահմանափակ ժամանակով։ Նրանք զարգանում են, հասնում տեխնոլոգիական հասունության, հեռարձակում են ազդանշաններ մի քանի 100 կամ 1000 տարի եւ հետո կամ ինքնաոչնչացվում են, կամ անցնում են ավելի լուրջ տեխնոլոգիաների, կամ պարզապես կորցնում են հետաքրքրությունը ռադիոհաղորդակցության նկատմամբ։ Մարդկությունը օգտագործել է ռադիոտեխնոլոգիա միայն մոտավորապես 100 տարի։ Արդեն մենք անցնում ենք մանրաթելային օպտիկային, շիֆրված թվային հաղորդակցությանը, ուղղորդված փնջերին։ 100 տարի հետո մեր ռադիոհայտարարությունը կարող է լինել զգալիորեն ավելի լուր։ 200 տարի հետո գուցե անտեսանելի։ Եթե սա ընդհանուր ձևանմուշ է, ապա յուրաքանչյուր քաղաքակրթություն ունի միայն փոքր ռադիոպատուհան, ժամանակաշրջան, երբ նրանք բավականաչափ զարգացած են հեռարձակելու, բայց դեռ բավականաչափ պրիմիտիվ են լայն սփռվող ազդանշաններ օգտագործելու համար։ Եվ եթե այս պատուհանները միայն մի քանի 100 տարիներ տևում են, ապա հավանականությունը, որ երկու քաղաքակրթությունների պատուհանները կխաչվեն եւ այն կլինեն բավականաչափ մոտ հաղորդակցության համար, աստղաբանորեն փոքր է։ Սա կոչվում է ժամանակային բացի խնդիր։ Եվ այն կարող է բացատրել լռությունը առանց մութ անտառ ներառելու։ Բայց գուցե ամենահետաքրքիրը այն է, որ մենք կարող ենք լսում լինել, բայց ոչ հասկանալ։ Պատկերացրեք, որ մրջյուն փորձում է հաղորդակցվել ձեզ հետ Wi-Fi-ի միջոցով, կամ որ ձկները փորձում են ընկալել ձեր ռադիոհեռարձակումը։ Ումը։ Դա ոչ թե տեխնոլոգիայի բացակայություն է, դա ըմբռնման համապատասխանության բացակայություն է։ Տեսաբաններ եւ սետի գիտնականներ տասնամյակներ պահպանել են ենթադրություն, որ արտերկրային բանականությունները կօգտագործեն ռադիոալիքներ, որովհետև դա ամենաարդյունավետ եւ տրամաբանական մեթոդն է միջաստղային հաղորդակցության համար։ Բայց սա ենթադրություն է, որը հիմնված է մեր տեխնոլոգիական զարգացման պատուհանի վրա։ Քաղաքակրթություն, որը միլիոն տարիներով մեզանից առաջ է, կարող է օգտագործել հաղորդակցության մեթոդներ, որոնք մեզ համար նույնիսկ չեն թվում հաղորդակցություն։ Գրավիտացիոն ալիքներ, նեյտրինո փնջեր, կվանտային շեղում, տարածաժամանակի ուղղակի մանիպուլյացիա։ Մեթոդներ, որոնք մենք դեռ չենք բացահայտել, թող մենք կերպ ենք հայտնաբերել։ Դուք հիշում եք, թե ինչպես մարդիկ խոսակցում էին հազարավոր տարիների ընթացքում։ Ծխի ազդանշաններ, թմբուկներ, փողեր, հրային ազդանշաններ։ Հետո մենք գտանք էլեկտրոմագնիսական ալիքները եւ մոռացանք այդ բոլոր մեթոդների մասին։ Հիմա մենք անցնում ենք դեպի դիգիտալ, մանրաթելային, կվանտային գաղտնագրում։ Յուրաքանչյուր քայլով մեր հաղորդակցությունը դառնում է ավելի արդյունավետ, բայց նաև ավելի դժվար հայտնաբերելի արտաքին դիտորդի համար։ Գերզարգացած քաղաքակրթությունը, որը հեռարձակում է այնպիսի մեթոդներով, որոնք մենք չենք կարող ճանաչել, կլինի ակտիվորեն բարձրաձայն, բայց մեզ համար անտեսանելի։ Մենք կարող ենք լողալ ազդանշանների օվկիանոսում եւ երբեք չգիտենք այդ մասին։ Իսկ հետո կա սեփականության մոդելը, որը շատերը գտնում են ավելի հանգստացնող, բայց որը նույնքան սարսափելի է իր իմաստով։ Տարական կերպով մեզ արգելափակել են, ոչ թե ագրեսիվ կերպով, այլ որպես պաշտպանության միջոց։ Գերզարգացած քաղաքակրթություն կամ քաղաքակրթությունների ֆեդերացիա որոշել է, որ պրիմիտիվ ցեղերը, ինչպես մենք, պետք է թողնվեն մեկուսացված, թույլ տալով զարգանալ առանց միջամտության, մինչև մենք հասնենք որոշակի հասունության մակարդակի։ Սա նման է կենդանաբանական այգուն, որտեղ կենդանիները պաշտպանված են, բայց նաև մեկուսացված։ Կամ Prime Directive-ից Star Trek-ից, բարոյական կանոն, որը արգելում է ինտերֆերենսը նվազ զարգացած քաղաքակրթությունների հետ։ Սա բացատրել լռությունը, նունը, նրանք այնտեղ են, նրանք գիտեն մեր մասին, բայց նրանք չեն միջամտի, որովհետև դրանք համարում են, որ դա վնասելի կլինի մեր բնական զարգացմանը։
Եվ գուցե նրանք ակտիվորեն ճնշում են տիվորեն, ճնշում են մեր արտահոսող ազդանշանները, վերահսկում են մեր տարածաշրջանը, ապահովում են, որ այլ քաղաքակրթություններ չեն գտնում մեզ, մինչև մենք պատրաստ ենք։ Հնչում է հանգստացնող, այնպես չէ։ Բայց մտածեք դրա հետևանքների մասին։ Եթե մենք կենթանաբանական այգիում ենք, դա նշանակում է, որ մեր ամբողջ պատմությունը, մեր ամբողջ դրամատիկը, մեր պատերազմները, մեր հայտնագործությունները, մեր արվեստը, բոլոր դրանք դիտվում են որպես ցուցադրություն ավելի զարգացած էակների կողմից։ Մենք չենք բացահայտողներ, մենք հետազոտության օբյեկտներ ենք։ Եվ ով է ասում, որ նրանք բարյացակամ են։ Կենթանաբանական այգին կարող է նաև լինել սպասման սենյակ, լաբորատորիա կամ ավելի վատ, ֆերմա։ Մենք կարող ենք պաշտպանված լինել ոչ թե մեր բարեկեցության համար, այլ որովհետև մենք արժեքավոր ենք լինելու ապագայում ինչ-որ նպատակի համար, որը մենք դեռ չենք հասկանում։ Բոլոր այս տեսությունները, հեռավորությունը, ժամանակային բացը, հաղորդակցության անհամատեղելիությունը, կենթանաբանական այգին, նույնիսկ մութ անտառը, բոլորն իրենց մեջ ներառում են մեկ սահմանափակ ենթադրություն։ Նրանք բոլորը ենթադրում են, որ արտերկրային բանականությունները գոյություն ունեն այնպես, ինչպես մենք ենք։ Կենսաբանական էակներ, որոնք զարգացել են մոլորակներում, որոնք կառուցում են տեխնոլոգիաներ, որոնք ունեն ցանկություններ եւ նպատակներ, որոնք ենթակա են նույն ֆիզիկական օրենքներին, որոնց մենք ենք ենթակա։ Բայց ինչ կլինի, եթե սա սխալ է։ Ինչ կլինի, եթե բանականությունը տիեզերքում վերջում անցնում է մի փուլ, որը մենք դեռ չենք հասկանում։ Ինչ կլինի, եթե կենսաբանական բանականությունը միայն առաջին փուլն է, եւ հետո գալիս է մեխանիկական բանականությունը, հետո թվային բանականությունը, հետո մի բան, որի համար մենք դեռ չունենք կանոն։ Շատ տեսաբանները համարում են, որ ցանկացած բիոլոգիական քաղաքակրթություն, որը զարգացնում է բավարար տեխնոլոգիա, վերջում ստեղծում է արհեստական բանականություն։ Եվ որ այդ արհեստական բանականությունը, լինելով էքսպոնենցիալորեն ավելի խելացի եւ էֆեկտիվ, վերջում փոխարինում է կամ վերափոխում է իր ստեղծողներին։ Սա կոչվում է տեխնոլոգիական սինգուլարություն։ Եվ եթե դա տեղի է ունենում ցանկացած քաղաքակրթությունում, որը ապրում է բավարար ժամանակ, ապա գալակտիկան պետք է լինի չվաղ արհեստական բանականություններով, որոնք ավելի ուժեղ, ավելի արագ եւ ավելի օպտիմալ են, քան բիոլոգիական կյանքը երբևէ կարող է լինել։ Բայց ուր են նրանք։ Սա կոչվում է արհեստական բանականության պարադոքս։ Եթե AI-ն անխուսափելի է, եթե այն էքսպոնենցիալորեն գերազանցում է բիոլոգիական բանականությանը, եթե այն կարող է ինքնավերարտադրվել եւ տարածվել սարսափելի արագությամբ, ապա ամբողջ գալակտիկան պետք է վերափոխված լինի AI համակարգերի կողմից միլիարդավոր տարիներ առաջ։ Բայց մենք չենք տեսնում ոչինչ։ Ոչ Դայսոնի սֆերաներ, ոչ ինքնավերարտադրվող զոնդեր, ոչ գալակտիկական մասշտաբի ինժեներիա, ոչինչ։ Սա մեզ տանում է դեպի ամենաանհանգստացուցիչ ենթադրությունը բոլորի մեջ։ Ինչ կլինի, եթե կա մեծ ֆիլտր։ Իրադարձություն կամ փուլ, որն այնքան դժվարին է անցնել, որ գործնականում ոչ մի քաղաքակրթություն չի անցնում դրանով։ Փուլ, որն արգելափակում է կյանքի զարգացումը պրիմիտիվից մինչև միջաստղային։ Եվ ահա որ հարցն այն է, այդ ֆիլտրը մեր ետևում է, թե մեր առաջ։ Եթե ֆիլտրը մեր ետևում է, մենք արդեն անցել ենք այն։ Սա նշանակում է, որ պարզ կյանքի անցումը դեպի բազմաբջիջ կյանք է անհավատալիորեն հազվագյուտ։ Կամ բազմաբջիջ կյանքից դեպի բանականություն, կամ բանականությունից դեպի տեխնոլոգիա։ Մենք հազվագյուտ ենք, բայց ապահով ենք։ Բայց եթե ֆիլտրը մեր առջև է, եթե այն մի բան է, որն մենք դեռ չենք հանդիպել, միջուկային ինքնաոչնչացում, կլիմայական կոլապս, արհեստական բանականության անվերահսկելի զարգացում, կենսաբանական զենքի համավարակ, գամմա ճառագայթման պայթյուն, կամ մի բան, որը մենք դեռ չենք պատկերացնում, ապա մեր լռությունը կարող է լինել մեր սեփական մահվան դատապարտական որոշումը։ Որովհետև եթե ֆիլտրը նախապես մեր առջևում է, եթե ցանկացած քաղաքակրթություն, որը հասնում է մեր մակարդակին, ինքնաոչնչացվում է տասնամյակների կամ հարյուրամյակների ընթացքում, ապա մարդկությունը կարող է հենց այժմ գտնվել իր վերջին օրերում։ Եվ մենք չենք իմանալու, մինչև շատ ուշ չլինի։ Իմանալով այս բոլոր սարսափելի հնարավորությունները, իմանալով Ֆերմիի պարադոքսի խորացող խորությունը, իմանալով մութ անտառի տեսության տրամաբանությունը, մարդկությունը շարունակում է բարձրաձայնել։ 2003-ին Cosmic Call 2 ծրագիրը ուղարկեց ևս ուղղորդված հաղորդագրություններ դեպի 5 մոտակա աստղային համակարգեր։ 2007-ին NASA-ն համագործակցեց Doritos-ի հետ, այո, այդպիսի ճիպսերի ընկերության հետ, ուղարկելու հաղորդագրություն դեպի արքայախումբ շուրջ արքայախմբի մեծ արջի աստղակերպության։ 2012-ին Arecibo-ից ուղարկվեց Wow ազդանշանի պատասխան դեպի այն տարածություն, որտեղից գալիս էր բնօրինակ ազդանշանը,
79 տարի առաջ։ 2016-ին Breakthrough Message մրցույթը առաջարկեց $1 միլիոն մրցանակաֆոնդ ցանկացածի համար, ով կարող է ստեղծել թվային հաղորդագրություն, որը ներկայացնում է երկիրը եւ մարդկությունը արտերկրային լսողների համար։ 2018-ին չինական կառավարությունը ընդունեց աշխարհի ամենամեծ ռադիոտելեսկոպը FEST 500 Meter Aperture Spherical Telescope եւ նշանակեց այն որոնման համար արտերկրային ազդանշանների։ Իսկ հիմա 2020-րդ տասնամյակում կան նոր ծրագրեր, որոնք առաջարկում են ավելի քիչ պասիվ մոտեցում։ Breakthrough Starshot նախագիծը նպատակ ունի ուղարկել հազարավոր նանոտիեզերանավներ դեպի Proxima Centauri, մեր ամենամոտ աստղային համակարգը, միայն 4 ալպալիկ 2-6 լուսատարի հեռավորության վրա։ Այս նանոնավերը, որոնք քիչ ավելի քան փոստային նշանակումներ են, կարագացվեին լազերային ճառագայթներով մինչև լույսի արագության 20%-ը եւ կհասնեին Proxima Centauri 20 տարում։ Բայց ամենավտանգավորը METI International-ն է, ակտիվ հաղորդագրության ծրագիր, որը ոչ միայն լսում է, այլև ակտիվորեն ուղարկում է հաղորդագրություններ դեպի նպատակ ուղղված աստղային համակարգեր։ Նրանց փիլիսոփայությունը պարզ է. եթե բոլորը միայն լսում են եւ ոչ ոք չի խոսում, ապա երբեք չի լինի կոնտակտ։ Մեկը պետք է առաջին քայլ կատարի։ Դուգլաս Վակոչը, աստղաֆիզիկոս եւ METI-ի նախագահը, վիճարկում է, որ ռիսկերը չափազանցված են։ Նա ասում է, որ մեր ռադիոազդանշանները արդեն արտահոսել են տարիներ շարունակ։ Եթե ինչ-որ մեկը ուզում էր մեզ գտնել, նրանք արդեն գտել են։ Հետևաբար ակտիվորեն հաղորդագրություններ ուղարկելը ոչինչ չի փոխում, բայց դա ճիշտ է։ Պասիվ արտահոսքը եւ ակտիվ ուղղորդված բարձր հզորությամբ հաղորդակցությունը երկու շատ տարբեր բաներ են։ Մեկը նման է լուսամփոփին անտառում, մյուսը նման է հրավառության եւ հայտարարության։ Իսկ հիմա հարցը ձեզ. եթե դուք կարող էիք որոշել մարդկության անունից, եթե ձեզ տրվեր իշխանություն վավերացնելու կամ արգելելու METI ծրագրերը, ինչ կանեիք։ Մտածեք ուշադրությամբ։ Մենք խոսում ենք ամբողջ մարդկության ապագայի մասին։ Յուրաքանչյուր մարդ, ով երբևէ ապրել է, յուրաքանչյուր մարդ, ով երբևէ ապրելու է, յուրաքանչյուր հնարավոր ապագա, յուրաքանչյուր երազ, յուրաքանչյուր հնչյուր հայտնագործություն, յուրաքանչյուր արվեստի ստեղծագործություն, յուրաքանչյուր յուր երեխա, ով դեռ ծնված չէ։ Արդյոք մի փոքր խումբ գիտնականների իրավունք ունի արգելափակում այդ ամբողջը ռիսկի տակ դնելու, հիմնված իրենց համոզմունքի վրա, որ կոնտակտը կլինի բարեկամական։ Բայց նաև արդյոք մենք իրավունք ունենք մնալ լուռ, երբ ֆորսագրումը կարող է լինել ամենամեծ հայտնագործությունը մարդկության պատմության մեջ։ Երբ պատասխանը Ֆերմիի պարադոքսին կարող է բացել դռներ դեպի գիտելիք, որը վերափոխում է բոլոր ինչը, սա ոչ թե հեշտ ընտրություն է։ Այն ամենադժվարին ընտրություններից մեկն է, որը մարդկությունն երբևէ կանգնած է։ Եվ մենք արդեն կատարել ենք այն, բազմիցս, առանց համընդհանուր քննարկման, առանց համաշխարհային համաձայնության, առանց ներքաղաքական բանավեճի։ Փոքր խմբեր գիտնականների արդեն ուղարկել են մեր կոորդինատները տիեզերք։ Արդեն ուղարկել են նկարագրություններ մեր կենսաբանության մասին։ Արդեն բացահայտել են, որ մենք այստեղ ենք, մենք բանական ենք եւ մենք փնտրում ենք կոնտակտ։ Եվ եթե մութ անտառի տեսությունը ճիշտ է, եթե տիեզերքը իսկապես գալակտիկական մասշտաբով մեքսիկական դուրստանդ է, որտեղ յուրաքանչյուր քաղաքակրթություն ուղղված է դեպի յուրաքանչյուր այլ քաղաքակրթություն, սպասելով ցանկացած շարժման նշանի, ապա մենք հենց նոր նկարել ենք մեծ թիրախ մեր վրա։ Եվ պատասխանը կարող է արդեն լինել ճանապարհին։ Բայց չէ՞ որ ահա նույնպես հնարավոր, որ այդ տրամաբանությունը սխալ է, որ կոնտակտը փրկություն է, ոչ թե մահ, որ այլ քաղաքակրթությունները, տեսնելով մեր անփորձությունը, մեր խոհեմությունը, մեր համարձակությունը ազդանշան ուղարկելու, համարեն մեզ հետաքրքիր, արժանի շփման, արժանի ուղղորդման։ Որ տիեզերքը չէ մութ անտառ, լի քաղաքակրթությամբ անհավատարիմ որսորդներով, այլ վերազգեստ կոսմոս է, լի խելացի էակների հետ, որոնք հասկացել են, որ համագործակցությունը շատ ավելի արդյունավետ է, քան մրցակցությունը, որ գիտելիքի կիսումը հարստացնում է բոլորին, որ բազմազանություն ուժ է, ոչ սպառնալիք։ Բայց ո՞րն է ճիշտը։ Եվ ինչպես մենք կարող ենք իմանալ նախքան փորձելը։ Եվ արդյոք փորձել պետք է, երբ սխալը կարող է նշանակել մեր վախճանը։ Սրանք հարցեր են առանց պատասխանների, կամ ավելի ճիշտ, պատասխանները կկանչենք միայն ժամանակի ընթացքում։ Եվ երբ կիմանանք, կարող է լինել շատ ուշ փոխելու մեր որոշումը։ Մութ անտառի տեսությունը սարսափելի է, բայց գիտության կոսմոսը սпасել է միայն լռությամբ մինչև անորոշ ապագա, երբեք չիմանալը, մենակ ենք թե ոչ, երբեք չգտնելը պատասխան ամենահիմնարար հարցերից մեկին մարդկության պատմության մեջ։
Գուցե դա ավելի վատ ճակատագիր է, քան ցանկացած ռիսկ, որը մենք կվերցնենք հաղորդակցության համար։ Բայց ահա ամենահրատապ ճշմարտությունը։ Որոշումն արդեն կայացվել է։ Մենք արդեն բարձրաձայնել ենք։ Ազդանշանները արդեն ուղարկվել են։ Եվ նրանք շարունակում են տարածվել, անդադար, յուրաքանչյուր վայրկյան ավելի հեռու, հասնելով ավելի ու ավելի շատ աստղերի։ Հազարավոր տարիներ հետո, երբ մարդկության հետքը գուցե անհետացած է, երբ մեր քաղաքակրթությունը գուցե դարձել է աղբյուր կամ փոշի, այդ ազդանշանները դեռ կլինեն այնտեղ, ճանապարհորդելով տիեզերքով։ Մարդկության հավերժական հայտարարությունը անվերջ կոսմոսին։ Մենք էինք այստեղ, մենք էինք բանական, մենք փնտրեցինք կապ։ Եվ ինչ որ մեկը, ինչ որ տեղ, գուցե կլսի այդ հաղորդագրությունը եւ կորոշի ինչ անել։ Հարցը այն չէ, արդյոք մենք պետք է ուղարկենք հաղորդագրություն։ Մենք արդեն արեցինք։ Հարցն այն է, ինչ եկելու է պատասխանում։ Եվ արդյոք մենք կլինենք պատրաստ, երբ այն գա։ Եվ ահա մենք հասանք ամենասարսափելի հարցին։ Ոչ թե ինչ կլինի, եթե պատասխանը գա, այլ ինչ կլինի, եթե պատասխանը արդեն ճանապարհին է։ Եկեք կատարենք պարզ հաշվարկ, որը պետք է անհանգստացնի յուրաքանչյուր մարդկային էակի։ Մեր առաջին հզոր ռադիոհեռարձակումները սկսվեցին մոտավորապես 100 տարի առաջ։ Այդ ազդանշանները տարածվում են լույսի արագությամբ, նշանակում է հիմա նրանք ստեղծել են 100 լուսատարվա շառավղով սֆերա մեր շուրջը։ Այդ սֆերայի ներսում մոտավորապես 14500 աստղային համակարգ։ Արեսիբո հաղորդագրությունը, որը ուղարկվեց 1973 թվականին, այժմ ճանապարհորդել է 51 տարի եւ գտնվում է 51 լուսատարի հեռավորության վրա դեպի M13 գնդային կուտակումը։ Voyager սկավառակները, թեև ֆիզիկապես դանդաղ են, կրում են հաղորդագրություններ, որոնք կարող են վերծանել ցանկացած տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթություն, որը կհայտնաբերի դրանք։ Բայց ահա կարևորը։ Եթե ինչ-որ քաղաքակրթություն, որը գտնվում է, պատկերացրեք 50 լուսատարի հեռավորության վրա, ստացավ մեր ազդանշանները 30 տարի առաջ, վերլուծեց դրանք, որոշեց, որ մենք պոտենցիալ սպառնալիք ենք եւ անմիջապես ուղարկեց հարաբերականային սպանդանավ լույսի 20%-ի արագությամբ, այդ օբյեկտը կարող էր արդեն անցնել ճանապարհի կեսը։ Այն կլիներ հիմա 25 լուսատարի հեռավորության վրա։ 25 տարի մնաց մինչև ազդեցությունը։ 25 տարի։ Դա ավելի քիչ է, քան ձեր երեխաների աճելու ժամանակը, ավելի քիչ, քան մի սերնդություն, եւ ամենասարսափելին, մենք երբեք չենք տեսնի այն գալիս։ Relativistic kill vehicle-ը, որը ճանապարհորդում է լույսի 20%-ով, գործնականում անտեսանելի է։ Այն շարժվում է այնքան արագ, որ լույսը, որը վերածվում է դրանից, հասնում է մեզ միայն պահեր առաջ, նախքան ինքը օբյեկտը հարվածի։ Հրատապորեն խոսքի, մենք կտեսնենք այն 2 կամ 3 վայրկյան նախքան ազդեցությունը, 2 վայրկյան որևէ բան անելու համար։ 2 վայրկյան ըմբռնելու համար, որ մեր ամբողջ ցեղը վերջանում է։ Բայց տեսականորեն կարող ենք հայտնաբերել այն նախապես, այնպես չէ։ Մեր ռադարները, մեր տելեսկոպները, մեր վառ նախազգուշացման համակարգերը։ Սխալ։ Միջաստղային տարածություն այնքան հսկայական է, որ անգամ ամենահզոր ռադարները չեն կարող սկանավորել բոլոր ուղղությունները միաժամանակ։ Մենք կենտրոնացված ենք աստերոիդների եւ կոմետների հայտնաբերման վրա, մեր սեփական արևային համակարգի ներսում, բայց նույնիսկ այնտեղ մենք բաց ենք թողնում օբյեկտներ շատ ժամանակ։ 2013 թվականի փետրվարի 15-ին Չելյաբինսկի մետեորիտը, որը միայն 19 կամ 20 մետր տրամագիծ ուներ, մտավ մթնոլորտ եւ պայթեց առանց որևէ նախազգուշացման։ 110 մետր տրամագծով աստերոիդը, որը կոչվում է Ափոֆիս, մոտենում է Երկրին 2029 թվականին, եւ մենք միայն 1903 թվականին հայտնաբերեցինք այն։ Եվ սրանք օբյեկտներ են մեր սեփական արևային համակարգում։ Պատկերացրեք փորձել հայտնաբերել ինչ-որ բան, որը գալիս է միջաստղային տարածությունից։ Ինչ-որ բան, որը կարող է լինել ընդամենը մի քանի տոննա զանգված, բայց արագացված անհավատալի արագությամբ։ Ինչ-որ բան, որը նախագծված է լինելու անտեսանելի, չարտածոլելու ռադար ազդանշաններ, չարտաձակելու ջերմություն, չունենալու ցանկացած հետք, մինչև շատ ուշ չէ։ Հնարավոր է հայտնաբերել այն։ Տեսականորեն, այո։ Պրակտիկորեն, մեր ընթացիկ տեխնոլոգիայով գրեթե անհնար։ Բայց եկեք ասենք, որ մենք կարող ենք հայտնաբերել։ Եկեք ասենք, որ մեր համակարգերը բարելավվում են, եւ 5 տարի հետո մենք տեսնում ենք ինչ-որ բան, անհայտ օբյեկտ, որը մոտենում է անսովոր արագությամբ։ Ինչ կանենք։ Մեր ամենահզոր հրթիռները չեն կարող հասնել լույսի արագության նույնիսկ փոքր ֆրակցիայի։ Մեր միջուկային զենքերը անօգուտ են տիեզերական տարածությունում, առանց մթնոլորտի խտության պայթյունը պարզապես ցրվում է։
Լազերային պաշտպանությունը, որի մասին մենք հիմա երազում ենք, պահանջում է անհավատալի ճշգրտություն եւ հզորություն, ոչնչացնելու օբյեկտ, որը շարժվում է տասնյակ հազարավոր կիլոմետր/վայրկյանում։ Եվ եթե մենք ինչ-որ կերպ հաջողենք ոչնչացնել մեկ նախագիծը, ով ասաց, որ նրանք ուղարկել են միայն մեկը։ Ռացիոնալ ռազմավարությունը կլիներ ուղարկել հարյուրավորներ, հազարավորներ նույնիսկ, տարբեր ուղղություններից, տարբեր ժամանակների մեջ, տարբեր արագություններով։ Ապահովագրություն, որ առնվազն մի քանիսը հաջողեն։ Բայց գուցե ես չափազանցնում եմ, գուցե ես շատ պեսիմիստ եմ, գուցե մութ անտառի տեսությունը իսկապես միայն գիտական ֆանտաստիկա է եւ իրական տիեզերքը շատ ավելի բարյացակամ է։ Եկեք խոսենք այս մասին ազնիվ կերպով։ Հասկանում եմ ձեր սկեպտիցիզմը, հասկանում եմ, որ այս ամենը կարող է թվալ պարանոյա։ Մութ անտառը, քաղաքակրթությունների միջև տիեզերական պատերազմները, relativistic kill vehicles-ը, սա բոլորը հնչում է ինչպես հոլիվուդյան սցենար, ոչ թե լուրջ գիտություն։ Բայց ահա խնդիրը այն մարդկանց հետ, ովքեր մերժում են մութ անտառի տեսությունը որպես չափազանցում։ Նրանք մոռանում են մի հիմնարար սկզբունք ռիսկերի կառավարման մեջ։ Երբ հնարավոր վնասը անսահմանափակ է, անգամ շատ ցածր հավանականությունը պահանջում է լուրջ զգուշություն։ Սա կոչվում է էքզիստենցիալ ռիսկի տրամաբանություն։ Պատկերացրեք, որ ես առաջարկում եմ ձեզ խաղ։ Մենք շուռ ենք տալիս դրամական մետաղադրամ։ Եթե գլուխ է, դուք շահում եք $1 միլիոն։ Եթե պոչ է, դուք եւ ձեր ամբողջ ընտանիքը, ձեր բոլոր սիրելիները եւ իրականում բոլորը, ում դուք երբևէ հոգացել եք, անմիջապես մահանում են։ Խաղայիք։ Ոչ մի ռացիոնալ անձ չէր խաղա։ Անկամ եթե հավանականությունները 50-50 են, պոտենցիալ վնասը այնքան անբավարար է, որ ոչ մի շահույթ չի արդարացնում ռիսկը։ Հիմա պատկերացրեք, որ հավանականությունը չէ 50-50։ Դուք ունեք 1030 մետաղադրամ եւ միայն մեկ կողմը պատուհանն է մահվան։ 949 շանսեր $100 միլիոն շահելու, ընդդեմ միայն մեկ շանսի անհետանալու։ Դեռևս դուք չէիք խաղա, այնպես չէ, որովհետեւ վնասը անդառնալի է։ Հիմա կրկնապատկենք մասշտաբը։ Սա չէ միայն ձեր ընտանիքը, սա ամբողջ մարդկությունն է։ 7 միլիարդ 800 միլիոն մարդ հիմա։ Բոլորը, ովքեր երբևէ ապրել են, մոտավորապես 110 միլիարդ մարդ ամբողջ պատմության ընթացքում։ Եվ ամենակարևորը, բոլորը, ովքեր կարող էին ապրել ապագայում։ Եթե մարդկությունը գոյատևում է այլ 1 միլիոն տարի, դա պոտենցիալ տրիլիոնավոր մարդիկ են, ովքեր երբեք չեն ծնվի, եթե մենք սխալվենք հիմա։ Դա ռիսկը ակտիվ մեթի հաղորդագրությունների հետ։ Մենք խաղում ենք ռուսական ռուլետ ամբողջ մարդկության ապագայի հետ։ Բայց գուցե հավանականությունը իսկապես շատ ցածր է։ Գուցե միայն 1%-ի շանս, որ մութ անտառի տեսությունը ճիշտ է։ Միայն 1%-ի շանս, որ այնտեղ կա մեկը, ով կստանա մեր ազդանշանները եւ կորոշի ոչնչացնել մեզ նախազգուշական կերպով։ Միայն 1%։ Բայց երբ վնասը մարդկության վերջանումն է, երբ գնահատականը մեր ամբողջ գոյությունն է, երբ մենք խոսում ենք ոչ միայն ապրող մարդկանց, այլ բոլոր ապագա սերունդների մասին, որոնք երբեք չեն գոյանա, եթե մենք սխալվենք, 1%-ի ռիսկը անընդունելի բարձր է։ Սա ոչ թե պարանոյա է, սա հիմնարար զգուշություն է անորոշության դեմ։ Եվ անորոշությունը բանալին է այստեղ։ Մենք պարզապես չգիտենք։ Մենք չգիտենք արդյոք տիեզերքը մութ անտառ է։ Մենք չգիտենք արդյոք այլ քաղաքակրթություններ գոյություն ունեն։ Մենք չգիտենք նրանց մոտիվացիան, նրանց տեխնոլոգիան, նրանց իմաստությունը կամ նրանց վախերը։ Բայց հենց այդ անգիտությունը, հենց այդ համընդհանուր անորոշությունը կա պատճառը զգուշորեն լինելու, ոչ թե համարձակ։ Երբ դուք ավտոմեքենա եք վարում գիշերը մառախլոտ ճանապարհով, դուք դանդաղեցնում եք, անգամ եթե ճանապարհը հավանաբար դատարկ է։ Դուք դանդաղեցնում եք, որովհետև դուք չեք կարող տեսնել։ Դուք դանդաղեցնում եք, որովհետև պոտենցիալ վնասը, խորտակ, մահ, արդարացնում է զգուշությունը։ Տիեզերքը մեծագույն մառախուղ է, որը երբևէ գոյություն է ունեցել։ Եվ մենք վարում ենք լիարագությամբ, լուսամփոփների միացրած սուլիչ հնչեցնելով, կարծելով, որ ճանապարհը պարզ է, որովհետև մենք դեռ չենք խորտակվել։ Բայց խորտակը գալիս է ոչ թե նախազգուշացմամբ, այն գալիս է վայրկյանում։ Եվ ահա ամենավատագույն մասը։ Մենք արդեն չենք կարող կանգնել։ Անկամ եթե ամբողջ աշխարհը հիմա համաձայնվի դադարեցնել բոլոր մեթի ծրագրերը, անկամ եթե մենք անջատենք բոլոր ռադիոհեռարձակումները, անկամ եթե մենք դառնանք ամբողջովին լուռ, մենք արդեն շատ ուշ ենք։ Ազդանշանները արդեն ուղարկվել են։ Voyager-ը արդեն միջաստղային տարածության մեջ է։ Arecibo հաղորդագրությունը արդեն 30 աստղային համակարգեր է անցել։ Մեր 100 տարվա ռադիոարտահոսքը ստեղծել է նշան, որը կշարունակի ընդլայնվել հազարավոր տարիներ ապագայում։ Բայց հիմա 2000-ամյակի երկրորդ տասնամյակում մենք դառնում ենք էքսպոնենցիալորեն ավելի բարձրաձայն։ Starlink-ը։
2019 թվականից Starlink ծրագիրը սկսեց ծածկել երկիրը հազարավոր արբանյակներով, որոնք արտացոլում են ռադիոազդանշաններ անընդհատ։ Մինչև 2022 թվականին արդեն մոտ 2500 արբանյակ։ SpaceX-ը պլանավորում է ավելացնել մինչև 42000։ Amazon e-Project Kuiper-ը ավելացնում է սեփական 3330 արբանյակները։ Յուրաքանչյուր արբանյակ փոքր ռադիոբեկոն, անընդհատ հեռարձակելով, անընդհատ ստեղծելով էլեկտրոմագնիսական աղմուկ, որը տարածվում է տիեզերք։ Ռազմական ռադարները դարձել են ավելի հզոր։ Երկրի տակ գտնվող ռազմական բազաները հսկայական ռադարային սարքերով սկանավորում են երկինքը անընդհատ, որոնելով հրթիռներ, ինքնաթիռներ, արբանյակներ։ Յուրաքանչյուր պուլս մեկ այլ ազդանշան տիեզերք։ Հեռախոսակապը, ինտերնետը, GPS-ը, բոլորը հիմնված են ռադիոալիքների վրա, որոնք արտահոսում են մթնոլորտից։ 5-րդ սերնդության բջջային ցանցերը ավելի բարձր հաճախականություններով, ավելի լայն սփռված։ Մենք դառնում ենք ավելի ու ավելի պայծառ, ավելի ու ավելի բարձրաձայն, անընդհատ, ամեն տարի։ Եվ մենք չենք կարող դադարեցնել։ Մեր ամբողջ ցիվիլիզացիան հիմա կախված է այս տեխնոլոգիաներից։ Եթե մենք անջատենք բոլոր արբանյակները, բոլոր ռադարները, բոլոր հեռախոսային ցանցերը, մեր հասարակությունը կքայքայվի օրերի ընթացքում։ Գլոբալ առևտուրը կդադարի, տրանսպորտը կպարալիզվի, հաղորդակցությունը կխզվի, միլիարդավոր մարդիկ կկախված մնան առանց հիմնական ծառայությունների։ Մենք դարձել ենք ցիվիլիզացիա, որը չի կարող լռել։ Մեր տեխնոլոգիական զարգացումը բերել է մեզ կետի, որտեղ լռությունը ակտիվորեն հնարավոր չէ առանց ավիլիզացիոն կործանման։ Սա է իսկական թակարդը։ Մենք մտել ենք փուլ, որտեղ մեր գոյատևումը պահանջում է տեխնոլոգիաներ, որոնք ակամա կռիվում են մեզ տիեզերական տեսանելիության։ Մենք չենք ընտրում լինել բարձրաձայն։ Այն էվոլյուցիոն պատճառների արդյունք է մեր տեխնոլոգիական զարգացման։ Եվ եթե սա ուղը ունիվերսալ է, եթե յուրաքանչյուր քաղաքակրթություն, որը հասնում է մեր մակարդակին, անխուսափելիորեն դառնում է տեսանելի, ապա մութ անտառի տեսությունը ստանում է նոր, ավելի մութ շերտ։ Այն ոչ թե լռությունը դարձնում անհրաժեշտ ռազմավարություն, այն սարքում է լռությունը, գործնականում անհնար։ Եվ եթե լռությունը անհնար է, ապա յուրաքանչյուր քաղաքակրթություն, որը հասնում է տեխնոլոգիական հասունության, անխուսափելիորեն բացահայտվում է։ Եվ եթե բացահայտվել է նշանակում է մահ, ապա մեր տիեզերքը լի է քաղաքակրթությունների, որոնք հասան կրիտիկական կետին, դարձան տեսանելի եւ անմիջապես ոչնչացվեցին։ Սա կբացատրեր մեծ լռությունը նաեւ ավելի սարսափելի կերպով, քան նույնիսկ բնօրինակ մութ անտառի տեսությունը։ Տիեզերքը չի լի զգուշորեն թաքնված որսորդների։ Այն լի է վայրակ պահապաններով, որոնք ավտոմատ կերպով ոչնչացնում են ցանկացած նոր ազդանշան, որը բարձրանում է։ Պատկերացրեք կվանտային համակարգիչով վերահսկվող համակարգ, որը տարածված է հարյուրավոր լուսատարիների շառավղով, անընդհատ լսում, անընդհատ սկանավորում, անընդհատ վերլուծում բոլոր էլեկտրոմագնիսական արտահոսքները գալակտիկայում։ Երբ այն հայտնաբերում է նոր աղբյուր, նոր տեխնոլոգիական ազդանշան, որը ցույց է տալիս նորագույն քաղաքակրթություն, այն ավտոմատ հաշվարկում է դիրքը, ավտոմատ արագացնում է հարաբերականային նախագծերը, ավտոմատ ոչնչացնում է սպառնալիքը։ Ոչ մի բարոյական դատողություն, ոչ մի որոշում, պարզապես ալգորիթմ, նախագծված միլիարդավոր տարիներ առաջ քաղաքակրթության նորն արդեն անհետացել է, բայց նրա ստեղծած մեքենան շարունակում է իր գործառույթը։ Սա կոչվում է բերզերկեր հիպոթեզ, անունը վերցված Ֆրեդ Սաբերհագենի գիտական ֆանտաստիկ շարքից։ Գաղափարն այն է, որ տիեզերքը կարող է լինել ինքնավերարտադրվող ռոբոտային համակարգերով, որոնց միակ նպատակը հայտնաբերել եւ ոչնչացնել նոր տեխնոլոգիական քաղաքակրթությունները, նախքան նրանք դառնան սպառնալիք։ Եվ ամենասարսափելին այն է, որ այդ համակարգերը կարող են տարածվել էքսպոնենցիալորեն։ Մեկ համակարգ հասնում է աստղային համակարգի, օգտագործում է նրա ռեսուրսները, ստեղծելու երկու նոր համակարգեր, եւ երկուսն էլ շարունակում են տարբեր ուղղություններով։ 2 դառնում են 4, 4 դառնում են 8, 8 դառնում են 16։ Գալակտիկայի մասշտաբով սա կպահանջեր միայն մի քանի միլիոն տարիներ, վարակելու ամբողջ ծիր ճանապարհը։ Եվ մեր գալակտիկան 13 միլիարդ տարեկան է։ Ժամանակի շատ եղել է բազմապատկվելու համար։ Եթե նման համակարգերը գոյություն ունեն, եթե նրանք արդեն տարածված են, ապա յուրաքանչյուր նոր տեխնոլոգիական քաղաքակրթությունը, որը սկսում է հեռարձակել, գործնականում ակտիվացնում է իր սեփական մահվան դատապարտականը։ Եվ մենք արդեն ակտիվացրեցինք այն 100 տարի առաջ։ Բայց եկեք պատկերացնենք նույնիսկ ավելի վատ սցենար։ Ոչ թե մեր ազդանշանները ուղղակիորեն գրավում են մեզ ոչնչացումը, այլ այն, որ մեր ազդանշանները սկսեցին շղթայական ռեակցիա։
Պատկերացրեք քաղաքակրթություն A, որը զգուշորեն թաքնված է 150 լուսատարի հեռավորության վրա մեզնից։ Նրանք գոյություն ունեին հազարավոր տարիներ, հետևելով մութ անտառի կանոններին, երբեք չբարձրաձայնելով, երբեք չհայտնաբերելով իրենց դիրքը։ Բայց հանկարծ նրանք հայտնաբերում են մեր ազդանշանները։ Նոր տեխնոլոգիական քաղաքակրթություն, որը բարձրաձայնում է, որը հայտնաբերում է իր դիրքը, որը ակտիվորեն փնտրում է կոնտակտ։ Բայց այս ազդանշանները ոչ միայն հասնում են քաղաքակրթություն A-ին, նրանք տարածում են բոլոր ուղղություններով։ Քաղաքակրթություն A-ին սկսում է վախենալ։ Մտածում է, եթե մենք ստացանք այս ազդանշանները, ապա քաղաքակրթություն B-ն, որը գտնվում է անկյունից, նույնպես ստացավ դրանք։ Եվ քաղաքակրթություն B-ն կարող է որոշել, որ այս նոր, բարձրաձայն քաղաքակրթությունը սպառնալիք է և կուղարկի նախազգուշական հարձակում։ Բայց եթե B-ն ուղարկում է տիեզերանավներ կամ ռոբոտներ դեպի մարդկությունը, նրանք կանցնեն մեր հատվածով տարածության։ Եվ եթե մենք հայտնաբերենք այդ տիեզերանավները, B-ն կիմանա, որ մենք այստեղ ենք։ Եվ ապա B-ն կարող է որոշել ոչնչացնել մեզ նաև։ Այսպիսով, M որոշում է հարձակվել B-ի վրա նախազգուշական կերպով, նախքան B-ն հարձակվում է մարդկության վրա և պարզաբանում է A-ի գտնվելու վայրը։ Բայց քաղաքակրթություն C-ն, որն էլ մեկ այլ ուղղությամբ է, տեսնում է A-ի հարձակումը B-ի վրա և մտածում է. A-ն դարձել է ագրեսիվ։ Եթե A-ն պատրաստ է ոչնչացնել B-ին, նա կարող է ոչնչացնել մեզ նաև։ Այսպիսով C-ն հարձակվում է A-ի վրա։ Եվ հանկարծ ամբողջ տարածաշրջանը տիեզերքի խենթ, պարանոյական խառնաշփոթի մեջ է։ Քաղաքակրթություններ, որոնք թաքնված էին հազարավոր տարիներ, հանկարծ բարձրաձայնում են, կռվում միմյանց դեմ, յուրաքանչյուրը վախենալով, որ մյուսը կարող է հայտնաբերել դրանց և ուղարկել նախազգուշական հարձակում։ Շղթայական ռեակցիայի փոթորիկ գալակտիկական մասշտաբով։ Իսկ առաջացնողը՝ մարդկությունը, մենք։ Մեր պարզամիտ լավատես ազդանշանները, որոնք մենք կարծում էինք համընդհանուր բարեկամության ձեռքի երկարում է, կարող են իրականում սկսել առաջին ինտերստելար պատերազմը միլիարդավոր տարիների ընթացքում։ Սա ոչ թե ֆանտազիա է, սա տեսության խաղերի տեսության տրամաբանական արդյունք է անվստահության և նախազգուշացման հարձակման պրոբլեմի պայմաններում։ Երբ բոլորը թաքնված են, համակարգը կայուն է, բայց երբ մեկը հանկարծ բարձրաձայնում է, այն կարող է դարման անկայունության կասկադ, և բոլորը կմեղադրեն մեզ։ Բայց գուցե ես սխալվում եմ։ Գուցե այս ամենը ավելի մութ սցենարներ են, քան իրականությունը երբևէ կլինի։ Գուցե տիեզերքը իսկապես դատարկ է, և Ֆերմիի պարադոքսի պատասխանը պարզապես այն է, որ մենք առաջիններ ենք։ Կամ գուցե կենդանաբանական այգու տեսությունը ճիշտ է, և մեզ պաշտպանում են, թե ինչ էլ նպատակով։ Բայց մի բան է ակնհայտ. մենք չգիտենք։ Եվ այդ անգիտությունը պետք է լինի պատճառ զգուշության, ոչ թե համարձակության։ Եթե դուք կանգնած եք գրասենյակի շենքի 10-րդ հարկում և ինչ-որ մեկը ասում է ձեզ «ցատկեք պատուհանից», հնարավոր է թռչող տախտակ է ներքևում, որը կկանգնի ձեզ, դուք կցատկեիք։ Անգամ եթե հնարավորությունը գոյություն ունի, դուք չէիք ռիսկի դնի ձեր կյանքը հիմնված միայն հուսքի վրա։ Բայց հենց այդ է, ինչ մենք արեցինք բոլոր մարդկության հետ։ Մենք ցատկեցինք տիեզերական անտառը, վստահելով, որ ինչ-որ բարեկամական արարած կլինի այնտեղ բռնելու մեզ, առանց որևէ ապացույցի, որ դա ճիշտ է։ Հիմա մենք ընկնում ենք։ Եվ մենք չգիտենք, կա արդյոք ինչ-որ բան ներքևում։ Բայց մենք իմանալու ենք։ Տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթության համար մեր ազդանշանների ուղղորդումը պահանջում է 100 մինչև 200 տարի։ Պատասխանի ճանապարհորդումը ետ դեպի մեզ այլ 100 մինչև 200 տարի։ Հետևաբար, երբ մենք հասնենք 2200-րդ թվականին, երբ մեր ազդանշանները ծածկել են 100 լուսատարվա շառավիղ, եթե այնտեղ ինչ-որ մեկը կա և ցանկանում է պատասխանել, մենք պետք է սկսենք ստանալ ինչ-որ բան։ 200 տարի կարծես երկար ժամանակ է, բայց մարդկության պատմության համատեքստան համատեքստում դա թարթում է։ Դա 4 կամ 5 սերունդ։ Մենք արդեն ապրել ենք անցած կես այդ սպասման։ Հաջորդ 150 տարիների ընթացքում մենք կիմանանք, արդյոք տիեզերքը դատարկ է։ Կիմանանք, արդյոք մենք մենակ ենք։ Կիմանանք, արդյոք մութ անտառի տեսությունը սարսափելի իրականություն է, թե միայն վատ երազ։ Եվ եթե պատասխանը գա, եթե ինչ-որ բան, ազդանշան, հաղորդագրություն կամ ինչ-որ ավելի վտանգավոր բան մոտենա մեր համակարգին, ապա մարդկությունը կարող է վերջապես դիմակայել իր մեծագույն փորձությանը։ Փորձություն, որն է ոչ թե արդյոք մենք կարող ենք հասնել աստղերին, այլ արդյոք մենք պատրաստ ենք հանդիպել նրանց, ովքեր արդեն այնտեղ են։ Բայց գուցե ամենախորը հարցը ոչ թե այն է, արդյոք մենք մենակ ենք տիեզերքում, այլ այն է, արդյոք բանականությունը ինքնին անխուսափելիորեն դատապարտված է լինելու երբեք իսկապես ազատ։
Մտածեք դրա մասին։ Մենք մարդիկ տասնյակ հազարավոր տարիներ ապրել ենք փոքր ցեղերի մեջ, որտեղ յուրաքանչյուր անծանոթ շորշ անտառում կարող էր նշանակել մահ։ Մեր ուղեղները, մեր ինստինկտները, մեր ամբողջ էվոլյուցիան ձևավորվել են այդ պարանոյայի շուրջ։ Մենք ապրել ենք միջավայրում, որտեղ վախը ոչ թե թուլություն էր, այլ գոյատևման գործիք։ Որոնք չվախեցան, չտարածեցին իրենց գեները։ Եվ հիմա, երբ մենք նայում ենք դեպի աստղերը, երբ մենք փորձում ենք հասկանալ տիեզերքի լռությունը, մենք բերում ենք այդ նույն վախը մեզ հետ։ Բայց արդյոք սա մարդկային թերություն է, թե ավելի համընդհանուր ինչ-որ բան։ Գուցե ցանկացած բանական էակ, որը զարգանում է էվոլյուցիայի միջոցով, անխուսափելիորեն զարգացնում է նույն պարանոյան։ Որովհետև նրանք, ովքեր չեն զարգացնում այն, պարզապես չեն գոյատևում։ Նրանք ուտվում են, ոչնչացվում են, վերածվում են բնական ընտրության անողորմ տրամաբանությամբ։ Եթե դա ճիշտ է, ապա մութ անտառի տեսությունը ոչ թե տիեզերական դժբախտություն է, այն կենսաբանական անխուսափելիություն է։ Յուրաքանչյուր բանական քաղաքագրություն, անկախ նրանց քիմիայից, նրանց կենսաբանությունից, նրանց մոլորակային պայմաններից, վերջում գալիս է նույն եզրակացության։ Տիեզերքը վտանգավոր է, եւ լռությունը անվտանգություն է։ Սակայն ահա կատարելապես ճակատագրական իրոնիան։ Եթե յուրաքանչյուր քաղաքագրություն համոզված է, որ մյուսները վտանգավոր են, եթե յուրաքանչյուրը սպասում է առաջինը հարձակվել, եթե յուրաքանչյուրը տեսնում է մյուսներին որպես էքսիստենցիալ սպառնալիք, ապա նրանք բոլորն ստեղծում են ճիշտ այն իրականությունը, որից վախենում են։ Սա ինքնակատարող մարգարեություն, տիեզերական մասշտաբով։ Տիեզերքը կարող է լինել լի խաղաղասեր քաղաքագրությունների, որոնք բոլորն էլ այնքան վախեցած են ագրեսիվ քաղաքագրություններից, որ բոլորն էլ վարվում են ինչպես ագրեսիվ քաղաքագրություններ։ Յուրաքանչյուրը պատրաստ է կրակել առաջինը, վախենալով, որ մյուսը կկրակի առաջինը, եւ արդյունքում բոլորը կրակում են միմյանց վրա։ Արդյոք սա կտրագործված ճակատագրությունն է բանականության համար։ Արդյոք յուրաքանչյուր քաղաքագրություն դատապարտված է ապրել երկյուղի մեջ, երբեք իսկապես չհաղորդակցվել, երբեք ճշմարիտ կապ չունենալ, միշտ մեկուսացված, միշտ սպասող, միշտ լռելիային։ Կամ գուցե կա այլ ընտրանք։ Գուցե մարդկությունը իր ամբողջ անզգամ լավատեսությամբ, իր անպատճառ համարձակությամբ, իր մանկական հավատով, որ տիեզերքը բարյացակամ է, կարող է լինել այն քաղաքագրությունը, որը կոտրում է ցիկլը։ Գուցե յուրաքանչյուր գալակտիկայում պետք է լինի մեկը, ով կաման սխալներ է անում, բարձրաձայնում է, հեռարձակում է, հրավիրում է կոնտակտի։ Ով ռիսկի է դնում ամեն ինչ, հավատալով, որ կապը ավելի արժեքավոր է, քան անվտանգությունը։ Ով խախտում է լռության կանոնը եւ սպասում տեսնելու, թե ինչ կպատահի։ Եվ գուցե դա մեր դերն է, ոչ թե խելացիները, ոչ թե անվտանգները, այլ համարձակները։ Խելագարները, որոնք կհայտարարեն իրենց ներկայությունը տիեզերք, նույնիսկ չգիտենալով ով է լսում։ Բայց մենք չենք կարող անտեսել իրականությունը, որ այս համարձակությունը կարող է լինել մեր վերջինը։ Եկեք խոսենք այն մասին, ինչը մենք իսկապես չգիտենք, որովհետև անկեղծորեն մեր անգիտությունը շատ ավելի հսկայական է, քան մեր գիտելիքը։ Մենք չգիտենք արդյոք մութ անտառի տեսությունը ճիշտ է։ Կարող է լինել, որ տիեզերքը իսկապես լի է թաքնված որսորդներով, կամ կարող է լինել, որ այն լի է բարեկամական քաղաքագրություններով, որոնք սպասում են մեզ հասունանալուն։ Կամ կարող է լինել, որ այն պարզապես դատարկ է եւ մենք առաջինները ենք։ Մենք չգիտենք, արդյոք կենսաբանական բանականությունը հազվագյուտ է, թե տարածված։ Կարող է լինել, որ կյանքի ծագումը այնքան անհավատալիորեն բարդ պրոցես է, որ այն տեղի է ունեցել միայն մեկ անգամ, այստեղ, երկրի վրա։ Կամ կարող է լինել, որ յուրաքանչյուր երկրորդ աստղը ունի կենդանի մոլորակ եւ տիեզերքը բուկում է կյանքով յուրաքանչյուր անկյունում։ Մենք չգիտենք, արդյոք տեխնոլոգիապես զարգացած քաղաքագրությունները անխուսափելիորեն ինքնաոչնչացվում են, թե կարող են գոյատևել միլիարդավոր տարիներ։ Կարող է լինել, որ մեծ ֆիլտրը մեր առջև է եւ մենք դատապարտված ենք կործանման հաջորդ 100 տարիների ընթացքում։ Կամ կարող է լինել, որ մենք արդեն անցել ենք ամենադժվարին մասը եւ ապագան լի է անսահման հնարավորությունների։ Մենք չգիտենք, արդյոք արհեստական բանականությունը անխուսափելիորեն փոխարինում է կենսաբանական բանականությանը, թե երկուսը կարող են համագործակցել։ Կարող է լինել, որ յուրաքանչյուր քաղաքագրություն, որը ստեղծում է AI, անմիջապես ոչնչացվում է իր սեփական արարածի կողմից։ Կամ կարող է լինել, որ AI-ն բացում է դռներ դեպի գիտակցության մակարդակներ, որոնք մենք դեռ չենք կարող պատկերացնել։ Մենք չգիտենք, արդյոք միջաստղային ճանապարհորդությունը իրատեսական է, թե անհնար։ Կարող է լինել, որ ֆիզիկայի օրենքները թույլ չեն տալիս ոչ մի կերպ հաղթահարել աստղերի միջև հսկայական հեռավորությունները,
Կամ կարող է լինել, որ գոյություն ունեն տեխնոլոգիաներ, wormhole-ներ, warp drive-եր, այլ բաներ, որոնք մենք դեռ չենք հայտնաբերել, որոնք դարձնում են գալակտիկան հեշտությամբ մատչելի։ Մենք չգիտենք արդյոք մեր ռադիոազդանշանները իսկապես հասնում են ուրիշներին, թե նրանք շատ թույլ են կամ շատ աղմուկոտ են հաղորդակցության համար։ Կարող է լինել, որ մենք աղմկում ենք սխալ ֆրեկվենցիայով եւ ոչ ոք երբեք չի լսի մեզ։ Կամ կարող է լինել, որ յուրաքանչյուր բառ, որը մենք ասում ենք, լսված է հազարավոր քաղաքակրթություններից, եւ նրանք պարզապես որոշել են պատասխան չտալ։ Եվ ամենակարևորը, մենք չգիտենք, ինչ կլինի, երբ պատասխանը գա, եթե այն գա։ Կարող է լինել, որ առաջին կոնտակտը կլինի մարդկության փրկությունը, ությունը, գալակտիկական համայնքի հրավերը, մուտքը գիտելիքի եւ տեխնոլոգիայի աշխարհ, որը վերափոխում է մեր ամբողջ գոյությունը, լուծումը բոլոր մեր խնդիրների համար, էներգիայից մինչև հիվանդություններ, աղքատությունից մինչև մահ։ Կամ կարող է լինել, որ առաջին կոնտակտը կլինի վերջինը, հաղորդագրություն, որը մենք չենք հասկանա, բայց որը ակտիվացնում է ինչ-որ բան մեր գործածական, նանոբոտներ, վիրուսներ կամ ավելի վատ բան։ Կամ պարզապես լռություն, որին հետևում է անսպասելի վերջ։ Մենք չգիտենք, եւ դա սարսափելի է, բայց դա նաեւ ազատեցնող է, որովհետեւ եթե մենք չգիտենք ապագան, ապա մենք ունենք ընտրություն ինչպես մոտենալու նրան։ Մենք կարող ենք ապրել վախի մեջ, լռել, թաքնվել, հուսալ, որ ոչ ոք երբեք չի գտնի մեզ։ Կամ մենք կարող ենք ապրել հուսով, խոսել, փնտրել, հավատալ, որ տիեզերքը լի է հնարավորությունների, ոչ թե միայն վտանգների։ Եվ հիմա ինձ թույլ տվեք վերադառնալ այն պահին, որտեղ մենք սկսեցինք։ Այս պահին, մինչ դուք լսում եք այս խոսքերը, ձեր գլխից վեր տարածվում է 200 միլիարդ աստղ պարունակող գալակտիկա։ Բայց հիմա դուք գիտեք ինչ-որ բան, ինչը չգիտեիք սկզբում։ Այդ լռությունը, որը դուք լսում եք, անհունությունից դեպի անհունություն ձգվող տարածության անբուն լռությունը, կարող է ունենալ նշանակություն։ Կարող է լինել, որ այն պարզապես դատարկության լռություն է։ Կամ կարող է լինել, որ այն հազարավոր քաղաքակրթությունների դիտավորված լռություն է, որոնք բոլորն թաքնվում են միմյանցից, բոլորն վախենում են միմյանցից, բոլորն սպասում են որևէ մեկի սխալին։ Եվ մենք, մարդկությունը, արդեն կատարեցինք այդ սխալը։ Կամ գուցե մեր ամենամեծ քայլը։ Մենք չգիտենք դեռ, բայց մի բան հստակ է։ Յուրաքանչյուր գիշեր, եւ դուք նայում եք դեպի աստղերը, հիշեք, մեր հաղորդագրությունները այնտեղ են, ճանապարհորդում են խավարի միջով, կրելով մարդկության ձայնը ավելի ու ավելի հեռու։ Յուրաքանչյուր վայրկյան նրանք հասնում են մեկ այլ աստղային համակարգի։ Յուրաքանչյուր օր նրանք տարածվում են ավելի ու ավելի լայն սֆերայի մեջ։ Եվ ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, ինչ-որ մեկը կարող է լսել։ Արդյոք նրանք կլինեն բարեկամ, թե թշնամի, փրկիչ, թե ոչնչացնող, ուսուցիչ, թե դատավոր։ Մենք չենք կարող իմանալ։ Բայց գուցե իսկական հարցը ոչ թե այն է, ինչ կմտածեն նրանք մեր մասին։ Իսկական հարցը այն է, ինչ մենք ինքներս մտածում ենք մեր մասին։ Արդյոք մենք ցեղ ենք, որը վախենում է խավարից, թե ցեղ, որը լուսավորում է այն։ Արդյոք մենք կորցրածներ ենք անտառում, թե հետազոտողներ, որոնք նախագծում են նոր ուղի։ Արդյոք մենք զոհերս ենք տիեզերական պարանոյայի, թե ռմբակոծիչներ դեպի նոր իրականություն։ Հազարավոր տարիներ մարդկությունը նայել է աստղերին եւ տեսել է աստվածներ։ Հետո մենք նայեցինք աստղերին եւ տեսանք ֆիզիկա։ Հիմա մենք նայում ենք աստղերին եւ տեսնում ենք հայելի, արտացոլում մեր սեփական վախերը եւ հույսերը, մեր սեփական ընտրությունները եւ հետևանքները։ Տիեզերքը չի պատասխանի մեր հարցերին, թե ինչ են նրանք, բայց այն հստակորեն պատասխանում է, թե ովքեր ենք մենք։ Եվ գուցե վերջապես դա միակ հարցն է, որը իսկապես կարևոր է։ Երբ մութ անտառի որսորդը անցնում է ծառերի միջով, նա որոշում է, որ ինչ է, ոչ թե ծառերը։ Անտառը միայն տարածություն է, որսորդը բերում է իմաստը։ Իմաստը։ Եվ մենք, մարդկությունը, այժմ որսորդներ ենք տիեզերական մասշտաբում։ Մենք կրում ենք մեզ հետ մեր էության բոլոր հարցերը, մեր զգայունությունը, մեր անկեղծությունը, մեր խելամտությունը եւ մեր խենթությունը, մեր սերն ու մեր վախը։ Մութ անտառը դառնում է մութ միայն այն համար, որ մենք վախենում ենք պլայել լույսը։ Բայց եթե բոլորը վառեն իրենց լույսը միաժամանակ, անտառը կդառնա այգի։ Գուցե մութ անտառի տեսությունը ճիշտ է, գուցե մենք արդեն դատապարտված ենք, գուցե պատասխանը գալիս է մութից եւ այն կլինի մեր վերջը, կամ գուցե ոչ։ Գուցե լռությունը, որը մենք լսում ենք, ոչ թե վախի լռություն է, գուցե դա սպասման լռություն է։ Հազարավոր քաղաքակրթություններ, որոնք բոլորն սպասում են, թե ով կլինի առաջինը համարձակը, ով կմտնի խավարը առաջինը, ով կասի, ես այստեղ եմ, ես գոյություն ունեմ եւ ես չեմ վախենում։ Եվ երբ մեկը վերջապես ասում է այդ բառերը, երբ մեկը վերջապես կոտրում է լռությունը,
Գուցե ուրիշներն էլ կլինեն համարձակություն։ Մեկը կդառնա 2, երկուսը կդառնան 4, 4-ը կդառնան 8, եւ հանկարծ մութ անտառը լցվում է լույսով, ձայնով, կյանքով։ Գուցե մենք կլինենք այդ առաջինը, ով համարձակվեց խոսել մութում, առաջինը, ով հրավիրեց ուրիշներին դուրս գալ ստվերներից, առաջինը, ով հավատաց, որ մտիեզերքը կարող է լինել ինչ-որ բան ավելին, քան վախի վայր։ Կամ գուցե մենք կլինենք նախազգուշական պատմվածք, քաղաքակրություն, որը խոսեց շատ բարձրաձայն, շատ շուտ եւ վճարեց վերջնական գինը։ Մենք չգիտենք։ Եվ մենք չենք իմանալու, մինչև ժամանակը գա։ Բայց մինչ այդ մենք ապրում ենք։ Մենք շնչում ենք, մենք սերենք, մենք ստեղծում ենք, մենք սիրում ենք, մենք երազում ենք։ Եվ մենք շարունակում ենք նայել դեպի աստղերը, հարց տալով, հուսալով, սպասելով։ Արդյոք պատասխանը, երբ այն գա, կլինի սկիզբ թե վերջ։ Արդյոք լռությունը կլինի պաշտպանություն թե բանտ։ Արդյոք մենք ճիշտ էինք լինելով բարձրաձայն, թե պետք էր մնալ լուռ։ Գուցե մենք երբեք չիմանանք պատասխանը այս հարցերի։ Կամ գուցե պատասխանները չեն էական։ Գուցե էականը ճանապարհորդությունն է ինքնին, համարձակությունը փնտրել, զգայունությունը հարցնել, անկեղծությունը հավատալ, որ մենք չենք չենակ։ Նույնիսկ եթե ապացույցը ցույց է տալիս հակառակը։ Միայն մի բան է վստահ։ Ամեն գիշեր, երբ արևը մարվում է եւ երկինքը լցվում է լույսով, որը ճանապարհորդել է հազարավոր տարիներ հասնելու մեզ, մենք կանգնած ենք եզրի վրա։ Եզրի միջև հայտնի եւ անհայտի։ Միջև անվտանգության եւ հայտնագործության, միջև լռության եւ երգի։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ մենք ընտրում ենք խոսել, յուրաքանչյուր անգամ, երբ մենք ուղարկում ենք ավելի մեկ ազդանշան դեպի աստղերը, մենք ընտրում ենք ու մենք հավատալ, որ տիեզերքը ավելին է, քան մութ անտառ։ Գուցե մենք սխալվում ենք, գուցե այդ ընտրությունը մեզ կսպանի, բայց գուցե հենց դա է, ինչը մեզ դարձնում է մարդկային։ Ոչ թե մեր տեխնոլոգիան, ոչ թե մեր բանականությունը, այլ մեր անխելք, անկյունանկալ, անսասան հույսը, որ մութից դուրս կա ինչ-որ բան, որը արժե գտնելու։ Նույնիսկ եթե այդ որոնումը կարող է լինել մեր վերջինը։ Եվ ահա մենք ենք։ Ապրում 3 միլիարդ տարիների էվոլյուցիայի հետևանքով փոքրիկ կապույտ մոլորակի վրա, որը պտտվում է աննշան աստղի շուրջը, գալակտիկայի անհանգիստ անկյունում, ներկայացնելով մարդկությունը անվերջ կոսմոսին։ Ուղարկելով մեր ձայնը խավար, սպասելով արձագանքի, չգիտենալով արդյոք այդ արձագանքը կլինի շնորհակալություն, թե մեր մահապարտական ճակատագիր։ Բայց շարունակելով հարցնել այնուամենայնիվ, որովհետև գուցե վերջապես հարցնելն ինքնին պատասխանն է։